Ստեղ մենք միացած։ Այս տարիքում տեղի ունենում մանկական անմիջականության կորուստ։ Ինչա նշանակում այդ մանկական անմիջականությունը։ Մենք էլի լրացուցիչ ձայներ ունենք, որը կարող է խանգարել մասնակիցին։ Հոստը կարող է անջատել ի դեպ, եթե կարող եք անջատել, ահա, շնորհակալություն։ Մանկական անմիջականությունը այն մասին է, որ երեխան ինչ մտածում է, ինչ զգում է, ինքը իր գործողություններում դա արտահայտում է։ 6-ից 7 տարեկանում այս անցման ժամանակ տեղի ունենում մի հատ դադար, մի հատ պահ առաջանում, ինտելեկտուալ պահ կոչում Vygotsky-ն դրան, որ երեխան սկսում է իմացական վերլուծություն իրականացնել եւ մտածում է այն ինչ որ ինքը զգում է, այդ ինչ է, այն ինչ որ ինքը ուզում է, ինչքանով է ճիշտ իրականացնել այդ պահին, ինչպես կարձագանքեն իր միջավայրի մարդիկ այդ գործողություններին, այդ դրսևորումներին եւ դա ամենամեծ փոփոխությունն է, որը տարիքի ընթացքում տեղի է ունենում, այսինքն այն իրավիճակը, որը մինչև 6 տարեկան երեխան այդ իմպուլսիվ ինչ որ զգում էր, ինչ որ ուզում էր, իրականացնում էր, հիմա մի հատ դադարի պահ է գալիս ու գործողության ու զգացողության ու մտքի միջև առաջանում է այդ ինտելեկտուալ պահը, այդ վերլուծության պահը։ Անընդհատ միանում է։ Եթե նկատել եք ձեր երեխաների մոտ այդ տարիքի շատ ծամածռություններ են իրանք անում, այս էլ ասենց պաշտպանական մի հատ ռեակցիա է երեխաների մոտ, իրանք այդ մեծանալու այդ փուլը դրսևորվում է այս ձևով նաև, եթե մինչև այդ նման բաներ դուք չեք նկատի, մեկ էլ կտեսնեք ինչ որ տարօրինակ շարժումներ անում, դեմքի միմիկանա ծամածռում, ինչ որ բաներ անում, որը իրան տիպիկ չէր, բայց իմացեք դա տարիքային առանձնահատկություն է, որ երեխան ինչ որ մի բան ցուցադրում է, ինչ որ մի բան թաքցնում է։ Կարող է նաև լինի, որ ինքը շատ մեծական շարժումներ անի, մեծի նման խոսի, նմանակի մեծահասակներին ցույց տալով, թե ինքը մեծանում է։ Հաշվի առեք դա որպես տարիքային առանձնահատկություն։ Մյուս գործոնը, որը կոչվում է դառը կոնֆետի սինդրոմ, մեկնաբանում է այնպես, որ երեխան սկսում է թաքցնել, երբ իրեն վատ է զգում։ Քանի որ նշեցի արդեն խոսքում, որ երեխան սկսում է հասկանալ իր հույզերը, ինքը հիմա երբ որ տխրում է, ուրախանում է, զայրանում է, ինքը սկսում է մտածել, ինչ է այդ զայրույթը, այդ ինչ հույզ է, ինչու է դա առաջացել, եթե մինչև այս ինքը ուղղակի այդ հույզը ապրում էր ու անմիջական ցուցադրում էր։ Հիմա ինքը մի քիչ ավելի խորը վերլուծություն է անում, այդ ինչ հույզ է, այդ ինչի մասին է այդ հույզը, ինչու է ինքը դա զգում, ինչպես ինքը դա ցույց տա։ Այս տարիքում երեխան սկսում է գնահատել ինքը իրեն, իջնում է երեխայի ինքնագնահատականը, ինքը սկսում է իր մասին նաև նկատել բացասական կողմերը, եթե մինչև այդ ինքը երեխա մտածում էր իր մասին միայն դրական ձևով, այն ինչ որ ինքը անում է, այդ լավ է, խորը վերլուծություններ չէր անում, հիմա ինքը կարող է նկատել եւ զգալ, հասկանալ ինչ որ բացասական դրսևորումներ էլ, այսինքն այն բացասական արձագանքը, որը իրեն տրվում է միջավայրի կողմից, ինքը կարողանում է ընդհանրացնել, պատկերացնել եւ վերագրել ինքը իրեն, նույնականացնել իր անձի հետ, եթե մինչև այդ դա իրան կարող է ոչ մի խնդիր չառաջացնել, ես կարող եմ մեկ օրինակ բերել, որ հնարավոր է երեխան բակում ունի ընկերներ կամ ինչ-որ միջավայրում շփվում է երեխաների հետ, ում հետ խաղային process-ի ընթացքում իրեն հնարավոր է ինչ-որ ձևով խոչընդոտում են ու թույլ չեն տալիս, որ մասնակցի։ Մինչև 6 տարեկան երեխան ինքը հաջորդ անգամ երեխաների հետ համագործակցության ժամանակ չի կաշկանդվի ու նորից կմիանա իրանց հետ խաղալու, որովհետև ինքը ուզում է, ինքը միանում է խաղալու։ 6-ից 7 տարեկանի այս անցումային փուլում երեխան սկսում է նմանատիպ իրավիճակներում առաջացած հույզերը ամփոփել, ամբողջականացնել եւ վերագրել ինքը իրեն։
հասկանում է արդեն, որ եթե այստեղ իրեն խոչընդոտում են, ինչ որ մի բան են ասում, որից որ ինքը ինչ որ հույզեր է զգում, որը որ իրեն տհաճություն է պատճառում, ուրեմն մի բան այնպես չի ու ինքը հաջորդ անգամ կմտածի իրանց հետ համագործակցել, իրենց հետ խաղալ, թե չխաղալ։ Ինքը կսկսի արդեն իրան ինչ որ ձև ված զգալ, վերագրել այդ զգացողությունները ինքը իրեն, ինչից հնարավոր է իր ինքնագնահատականը իջնի։ Այսինքն այս տարիքում երեխաների ինքնագնահատականը կարող է անկում ապրել, ավելի համապատասխան դառնալ իր գործունեությանը, իր հնարավորություններին ու կարողություններին, առանձնահատկություններին, ու երեխան սկսում է հասկանալ, որ ինքը ունի ինչ որ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է մյուսներից։ Եթե մինչև այդ ինքը ավելի շատ ֆիզիկապես էր տարբերում իրեն մյուսներից, այս պարագայում ինքը սկսում է հասկանալ իր ներքին աշխարհը նաև ու հասկանալ, որ ինչ որ ապրումներ ա ունենում, որը տարբեր է մյուսների ապրումներից։ Այս տարիքում առաջատար գործունեության փոփոխություն է տեղի ունենում, եթե մինչ 6 տարեկանը, մինչև 7 տարեկանը առաջատար գործունեությունը դա խաղն էր եւ աշխարհը երեխան ճանաչում էր խաղի միջոցով, ապա հիմա առաջատար գործունեությունը դառնում է ուսումը, ինչը եւ համընկնում է դպրոց գնալու ժամանակահատվածի հետ։ Տեղի են ունենում հուզական փոփոխություններ, առաջանում է թերարժեքության զգացում, ինչի համար քիչ առաջ ավելի ասեցի, որովհետև երեխան սկսում է իրեն հասկանալ ավելի խորքային, ավելի վերլուծություններ անել եւ ամփոփել ու նույն իրավիճակում տեղի ունեցած հուզական ապրումները ամբողջացնել ու հասկանալ, որ ինչ որ մի բան իր շրջապատը իրեն ուզում է փոխանցել, ուրեմն ինքը ինչ որ մի բան այնպես չի անում, որը որ նեղացնում է դիմացինին կամ խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի ինքը ավելի հեշտ ու լավ շփվի մյուսների հետ, այսինքն ավելի ինքնակնդադատ են դառնում երեխաները, որը կարող է թերարժեքության զգացում առաջացնել։ Երեխաների աշխատունակությունը ընկնում է, իրանք հեշտ են գրգռվում, ինչպես ասեցի, շատ ավելի հուզական են լինում ու ավելի զայրացած ու շատ ավելի ուժեղ կարող են արձագանքել թե մեծահասակներին, թե հասակակիցներին։ Այս ճգնաժամային տարիքի ամենաառանցքային բնութագրիչը երեխայի անձի ներքին եւ արտաքին կողմերի տարբերակումն է։ Երեխան ծանոթանում է իր ներքին աշխարհի հետ, տարբերակում, ընդհանրացնում է իր առանձնահատկությունները, հասկանում է իր տարբերությունները մյուսների հետ համեմատած։ Եթե միջև այդ ինքը հասկանում էր, որ ինքը առանձին մեկն է մյուսներից, իր եսն էր բացահայտում, ապա հիմա ինքը սկսում է բացահայտել իր ներքին աշխարհը։ Ճգնաժամային վարքի դրսևորումները կարող է լինել դադարը, երբ որ երեխային այստեղ մի հարց կա, դատում գրվել է։ Ուզեք ես այս սլայդն էլ մի հատ ասեմ, հետո հարցեր տակ, որտեղ այս հատվածը կավարտեմ արդեն, հա? Համաձայն եք? Շատ լավ։ Ուրեմն դադարը, երբ որ երեխային ինչ որ հրահանգ եք տալիս ու դադարի պահ առաջանում, երեխան չի արձագանքում ձեզ ոչ մի ձև, ոչ վարքով, ոչ խոսքով։ Ինքը շարունակում է իր աշխատանքը անել։ Այս ճգնաժամային վարքի դրսևորումներից մեկն է, ինքը մի տեսակ անտարբերության է մատնում, կամ կարող է թողնել իր գործը, բայց չանել ձեր հրահանգը։ Երբ որ վեճի է բռնվում, հա, սկսում է ասել, որ ինքը դա չի անի, ինչ որ դուք ասում եք, կամ օրինակ կբերի իր քույր եղբայրներին, ինչու մյուսները չեն անում, իսկ ինքը պետք է անի, հա, շատ սիրով վեճի կբռնվի ձեզ հետ։ Մյուսը դա անհնազանդությունն է, որտեղ որ կարող է ձեզ չասի, որ ինքը դա չի անի, բայց չի էլ անի։ Կարող է նաև ասի, որ ինքը այդ չի ուզում անի, բայց ավելի շատ իրանք ուղղակի շարունակում են իրենց գործով զբաղվել։ Կամ մանիպուլյացիաներն ու խորամանկությունը, որ կարող է դուք ասեք, որ հրահանգ տակ, որ ինքը ինչ որ մի բան անի, ինքը գնա այնտեղ, որտեղ այդ գործողությունը պետք է անի, օրինակի համար ասում եք գնա լվացվի կամ ատամները թլվա, ինքը գնա լողասենյակ, մնա ինչ որ ժամանակ ու դուրս գա, բայց չանի են ինչ որ դուք եք ասել։ Այս այն բոլոր վարքի դրսևորումներն են, որոնք հատուկ են ճգնաժամային տարիքի, ու եթե այս ձևով ձեր երեխան արտահայտվում է, sense գործողություններ անում, իմացեք ինքը անցնում է ճգնաժամային փուլով։ Սովորաբար ասում են, եթե երեխան անցնում է ճգնաժամային փուլով, իմացեք ինքը ավելի հեշտ է ադապտացվում, ինքը ավելի հեշտ է գտնում իր առանձնահատկությունը, իր յուրահատկությունը, քան մյուս երեխաները, ում մոտ ճնշում են ճգնաժամային փուլի այս անցումային քայլերը։
Հիմա կարող ենք պատասխանել հարցերին։ Ուրեմն այստեղ հարց է գրվել չաթում. Ինչու խորհուրդ կտակ, երբ երեխան իր տարիքից փոքրի վարքագիծ է ինչ խորհուրդ կտակ, երբ երեխան իր տարիքից փոքր վարքագիծ է դրսևորում, այսինքն փոքր երեխայի նման է խոսում։ Այս իրեն պատասխանել, արձագանքել այն հարցին, այն հարցադրմանը, հա, որ ինքն է ուզում ասել, այն ձևով ոնց որ դուք կպատասխանեիք այդ տարիքի երեխային, ոչ թե արգելափակել իրան, որ ինքը այդպես չխոսա, այլ սովորական ձևով արձագանքեք եւ ինքներդ հետաքրքրվեք, ինչու է ինքը այդ ձևով խոսում։ Շատ դեպքերում մենք խուսափում ենք իրենց ուղիղ հարցը տալ, ինչու է ինքը այդպես խոսում։ Շատ հնարավոր է երեխան ինքը այդ պատասխանը տա, բայց կարող է նաեւ ասի ես չգիտեմ։ Այս պարագայում լավ կլինի դուք ասեք, որ այդ ձևով լավ կլինի ինքը չխոսա, որովհետև ինքը գիտի իր տարիքին համապատասխան խոսել։ Հա? Ու երբ որ ինքը խոսում է, ձեզ համար նախընտրելի է, որ ինքը խոսի սովորական իր տարիքին համապատասխան։ Այդ ուղղակի ասեք, բայց չարգելեք, որ ինքը խոսի այդ ձևով, որովհետև եթե տանը կա փոքր երեխա, ու եթե այդ պատճառով է երեխան, հա, խոսում փոքրի նման, նշանակում է ինքը նույնականանում է փոքրի հետ, որպեսզի ստանա փոքրի հանդեպ այն վերաբերմունքը, որը դուք եք ցուցադրում փոքրին։ Սովորաբար ես հարցը տամ, եթե դա ավագ երեխան է ու կրկնօրինակում է փոքրին, այստեղ կարող է նաև լինի խանդի գործոնը, եթե այդպեսին է, խնդրում եմ արձագանքեք։ Ելենան էր տվել հարցը, բայց եթե չի գրել ոչ մի բան։ Ելենա ջան, կա խանդի գործոն, ինչ է կարծում։ Նո, կամ ուղղակի եթե երեխան մեծն է, ավագն է, փոքրին նույնականացնում է։ Այդ պարագայում միանշանակ է, որ երեխան փորձում է ինչ որ ճանապարհով ստանալ այն վերաբերմունքը, այն հուզական վերաբերմունքը, որը ծնողը, տան հեղինակավոր մեծահասակը ցուցաբերում է տան փոքրի հանդեպ։ Այսինքն ցույց տվեք իրան այն սերն ու ջերմությունը, որը սովորաբար մենք ծնողներս չենք նկատում, որ այլ ձևով ենք տրամադրում ավագ երեխային։ Մենք ավագ երեխայից մշտապես պահանջում ենք արդեն մեծական վերաբերմունք, ավելի պատասխանատվության ենք կանչում, ասում ենք, որ ինքը օրինակ է ծառայում մյուս երեխաների համար, իսկ ինքը կողքից մի հատ այդ երեխայի աչքերով որ նայում եք, տեսեք թե ինչպես է ինքը տեսնում, որ իր ծնողները սիրուն գուրգուրում են ու ոնց որ հոգատարություն են ցույց տալի փոքրերի հանդեպ, իսկ իրան անդադ ասում են, որ ինքը կկարողանա մենակ անել, ինքնուրույն անել։ Այդ իր ավագ երեխայի աչքերով դա այդքան էլ արդարացի չի ու ծանր բեռա իրանց ուսերի համար։ Փորձեք այդ տեսակետից նայել իրանց։ Եթե պատասխանեցի հարցին։ Ուրիշ հարցեր ունենք։ Այո, այլ հարցել է հնչել, ավելի չաթում է էլի գրվել, Մարիամն է հարցնում, իսկ եթե երեխան անընդհատ հակաճառում է, ամեն բառի հակառակն է ասում, եթե գրած է չնստել, ինքը անպայման վազում է, որ նստի, եւ ասում է կնստեմ։ Կամ ասում է կնստել։ Շնորհակալություն Մարիամ հարցի համար։ Այս պարագայում նախ սովորաբար երբ որ մենք երեխային ժխտական մասնիկով ենք ասում ինչ որ մի բան անել, արդեն գայթակղություն ենք առաջացնում դա անել, որովհետև այս այն տարիքն է, որտեղ երեխան ուզում է ցույց տալ, որ ինքը մի փոքր ավելի մեծ է, փորձում է հասկանալ իր առանձնահատկությունը, անհատականությունը եւ հակառակվելը ու անհնազանդությունը, ինչպես տեսնում եք Սահիկի վրա էլ, ճգնաժամային տարիքի վարքի դրսևորման առանձնահատկություններից մեկն է։ Երբ որ ասում եք մի նստի, ինքը այդ անելու է, որպեսզի ցույց տա, որ ինքը կարող է դա անել ու ինքը ուզում է մի քիչ ավելի ինքը որոշում կայացնել։ Այս պարագայում երեխաներին շատ ավելի նպատակահարմար է, որ մենք ասենք ինչ իրենք անեն, ոչ թե ինչ իրանք չանեն։ Մենք սովորաբար ես ինքս նկատել եմ, որ շատ խոսում ենք, շատ ասում ենք խոչընդոտներ ենք դնում, հա, խուսափելու դժվարություններից, ինչ որ անցանկալի արդյունքներից ու ասում ենք չվազես,
ջուրը չմտնես, չգիտեմ, ինչեր իրանք չանեն, իսկ ինչ անեն, մենք ուղղություն չենք տալիս, որը որ անմիջական ծնողի դերի առանձնահատկությունն է, հա, առաջի գործոնը, ինչ երեխաները անեն։ Ու լավ կլինի, երբ որ մենք հրահանգներ տալիս ենք, մենք ասենք ինչ անեն, այսինքն եթե ինքը պետք չի տեղ նստի, ավելի լավ է ասենք ինքը որտեղ նստի կամ որտեղ կանգնի։ Մեր մոտ խնդիրը ինքն է, ինքը կապի դոկմես արեք, հայոցմես միարա, ինքը երկուսին էլ հակադարձում է։ Եթե ասում ես ակից նստի, ինքը անպայման պետք է կանգնի, եթե ասում ես ակից կանգնի, ինքը անպայման ասում է նստի, ամեն բառը, իսկ քանի տարեկան է երեխան, Մարիամ։ 6 տարեկան է, սեպտեմբերից պետք է դպրոց հաճախի։ Հա։ Ասում փակումունի փախնելու։ Հա։ Նույնիսկ ասում ես մի անգամ փախել է տնից։ Տնից փախելա։ Մանկապարտեզից էլ փախել, ուսուցիչը երկու օր արտակորթում ա եղել, ով իր անհրաժեշտ հարցից պիտի, որ ասի շարժումից, որքի շարժումից պիտի, որ ինքը ինչ անել է։ Երկու օր ուսուցիչը մանկապարտեզում չի եղել, երկրորդ օրը ինքը փախել է մանկապարտեզից։ Այստեղ մի քիչ առանձնահատուկ անձնական հարց է, հա, ու երեխայի անհատականություն պետք է ուսումնասիրել, որպեսզի ավելի հստակ ճշգրիտ պատասխանեմ, հա, որտեղ առանձնահատուկ դեպք եք իրական պատմում դուք, շատ անհատական է, որպեսզի չշեղվենք շատ մեր թեմայից, ամեն դեպքում, հա, այդ կամակորությունը անհնազանդության ասեմ, որ վերաբերվեք դրան որպես ճգնաժամային փուլ եւ ժամանակ տվեք, որովհետեւ դա անցողիկ է, շատ ոնց որ պետք չի որ դա ձեզ լարվածություն ձեր մոտ առաջացնի կամ զայրույթ եւ դուք բարկանաք երեխայի վրա։ Իհարկե անվտանգությունը ապահովեք, բացատրեք, որ առանց թույլտվության կամ մեծահասակի թողնել դուրս գալ մանկապարտեզից, փախնել կամ տնից, այդ ամենաանցանկալի բաներից մեկն է, եւ որ ինքը իր ցանկությունը այն ինչ որ իրան դուր չի գալի, կարող է արտահայտել խոսքերով, որ բաց եղեք, լսեք իրան, ինչը իրան դուր չի գալիս, ինչից է ինքը փախնում, որ ինքը խոսքով բացատրեցես ու դուք ընդունեք դա, քան թե ինքը տենց վտանգավոր քայլի դիմի։ Տարիքին այդ նեգատիվիզմի տարիքը ավելի շատ 3-ից 4 տարեկանում է լինում, հա, բայց կարող է նաև 6-ում էլ արտահայտվի, այդտեղ ինչ որ անոմալ բան չեմ տեսնում, ես խնդիր մեծ չի։ Իրականում տվեք ժամանակ ու մյուս բանը տեխնիկան, որը կօգնի այս պարագայում, տվեք երկընտրանքի հնարավորություն։ Երկու թույլատրելի միջև, երկու թույլատրելի գործողությունների միջև ընտրության հնարավորություն տվեք երեխային, որ ինքը կամ էսենց անի, կամ այնց անի, թող ինքը որոշի, որն է ուզում անի, որ ինքը կարող է կանգնել կամ ստեղ, որից մեկը գիտեք, որ իրեն դուր է գալու, կամ երրորդը թող ինքը ընտրի։ Եթե ինքը ընտրում է ինչ-որ վտանգավոր մի բան, իրեն ուղղակի բացատրեք, որոնք են այդտեղ վտանգները։ Ինքը կամ օգտագործությունի դա է մեր մոտ հիմնական խնդիրը, ինքը չի հասկանում, խոսքի անկալումն էլ է մի քիչ խնդիր, ինքը ամեն ինչի որ հասկանում է, կարող է բացատրել խոսքերը։ Հա, տեսեք, ուրեմն գործողություններով է ինքը փորձում բացատրել, ինչը իրան դուր չի գալիս։ Մարիամ ջան, այս հարցը երևի թե առանձին նաև քննարկենք, որտեվ ինքը մի քիչ ավելի անձնական է դառնում այս պահի դրությամբ երևի թե քանով։ Եկեք հաջորդ հարցերին անցնենք։ Ահա, ձեռքեր կան։ Եկեք փորձենք ավելի ընդհանրական հարցեր տանք, որպեսզի բոլորին հետաքրքիր լինի, ահա։ Նույնիսկ եթե ձեր տանը այդ դեպքը կա, կարող եք այդ նույնը նաև ընդհանրական ներկայացնել։ Էլինա ջան, դուք եք ձեռք բարձրացրել, հետո Լուսինեն, հետո Մարիամը։ Էլինա ջան, կարող եք։ Ես մի հարցն է, օրինակ հետաքրքիր է, եթե երեխաները ժամանակ փոքր ասում են, որ ասում են հացկեր արդեն խռովում են հաշենուտում, հակաճառում են, եթե ասեն նստի, չի նստի, կկանգնի, դից հակաճառում ուրիշ բան են անում, կարա մեծ տարիքում արտահայտվի, օրինակ խռովեն ու ինչ որտեղ փակվեն, չշփվեն, արտահայտվի մեծ տարիքում տենց բաներ։ Ինչ որ ձևով կարող է արտահայտվի, եթե դա դառնա իրանց խառնված բնավորության գիծ, հա, իսկ դառնա բնավորության գիծ թե ոչ, այդ ծնողից բավականին կախված է ծնողի արձագանքից, ինչպես մենք արձագանք ենք, եթե մենք հնարավորություն ենք տալիս, որ իր անհնազանդությունը տեղ գտնի, որպեսզի իր բողոքը այդ ձևով, հա, տարիքային ճգնաժամի
տեղ գտնի, մենք հարգանքով վերաբերվենք իր այդ ընտրությանը, այդ պարագայում ինքը ավելի հանգիստ կանցնի ու մեծ տարիքում որպես բնավորության գիծ չի մնա։ Եթե մենք սկսենք ոնց որ շատ դրան ուշադրություն դարձնել, հուզականորեն արձագանքենք, ամեն ինչ անենք մենակ թե ինքը իրեն լավ զգա, բնականաբար կձևավորվի սովորություն ու կդառնա բնավորության գիծ, որը որ մանիպուլյացիայի կենթարկի իր միջավայրին։ Շնորհակալություն։ Ձեզ էլ մյուս հարցը։ Լուսինե ջան։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ձեզ ողջունում եմ Ստեփանակերտից։ Շատ ուրախ ենք։ Այստեղ ես մանկական կենտրոնի տնօրեն եմ ու այդ որ ասում եք ընդհանրական հարց, ուզում եմ հարցնել ընդհանուր բոլոր երեխաների հետ կապված մի հատ հարց ունեմ։ Տեսեք, ժամանակակից է բոլոր Հայկ ջան, դու տեսար, որ դրանից առաջ էլ անդադ միացնում էինք, չէր միանում, բալես։ Միադատ։ Ահա, հիմա շարունակեք, Լուսինե ջան, կներեք։ Ուզում եմ ասել, հիմա ժամանակակից է բոլոր տրեյնինգները, սեմինարները, այդ մեթոդները բոլորը կոչ են անում ծնողին ավելի զուսպ լինել, հա, երեխայի այդ ճգնաժամային տարիքներին ըմբռնումով մոտենալ։ Եթե երեխան պարտքել է խանութի գետնին ու ոտքերով խփում է, լացում է ինչ-որ բան է ուզում, դա ընդամենը պետք է ըմբռնումով փորձել վերլուծել իրավիճակը հասկանալ։ Ուզում եմ հարցնել, ոնց որ տարիքում ու ոնց երեխային բացատրես, որ կան, ասենք, կարմիր գծեր, որոնք հատել չի կարելի, կամ ուղղակի կան բաներ, որոնք որ ուղղակի չի կարելի։ Այդ տեսեք նոր ասում եք, եթե դուք դրան շատ հուզական արձագանք եք, կդառնա բնավորության գիծ, պետք է սենց անել։ Այ այդ չափը որն է, ինչքանը զիջես, կամ ինչքանը չզիջես, որ չդառնա բնավորության գիծ, կամ որ չափը չանցնի, որովհետև այդ տեսեք այդ նույն այդ պատմությունը, հա, կենտրոնից փախնելը։ Օրինակ կենտրոնում երեխաները խելոք են, հենց մաման գալիս է վերցնում, իրանք փողոցը վազելով անցնում են։ Այսինքն մայրիկի հետ ինքը իրան ուրիշ բաներ է թույլ տալիս, որը որ ասենք կենտրոնում ինքը չէր անում, որտեվ գիտի, որ մաման ուրիշ ձև է վերաբերվում դրան։ Այ ուզում եմ հասկանալ, թեկուզ ծնողներին զուտ որպես օգնություն, որպեսզի մենք ծնողներին օգնենք ինչ-որ ձև։ Ոնց աշխատի ինքը իր երեխայի հետ, ոնց բացատրես, որ օրինակ ու որ իր համար էլ դա ընկալելի լինի։ Լուսինեի ձայնը հիմա անջատվեց։ Լուսինե ջան, ձեր ձայնն էլ անմյուտ եղել, ահա, հա։ Հա, հիմա լսվում եք։ Ոնց անել, որ այդ կարմիր գծերը հստակ լինեն։ Ճիշտ եմ հասկանում ձեր հարցը։ Հա, միգուցե շատ երկար խոսեցի, բայց երբ շատ շնորհակալություն հարցի համար։ Այդ սահմանը, որը որ դուք ասում եք, ինչպես հասկանալ այդ սահմանը։ Ինքը իրականում շատ դժվար է, որովհետև ամեն երեխա իր առանձնահատկությունները ունի, ծնողներն էլ են շատ տարբեր, ծնողներն էլ իրենց արձագանքման տարբեր յուրահատկությունները ունեն, նյարդային համակարգի իրենց առանձնահատկությունները ունեն, ու մի հատ ընդհանրական պատասխան շատ դժվար է տալ, թե ինչպես այդ հասկանան, որն է այդ գիծը։ Ամեն ծնող իր երեխային շատ լավ հասկանում է, ու կարևորը այստեղ նա է, որ յուրաքանչյուր ծնող մեծահասակ հասկանա, որ առաջի պատասխանատվություն կրողը դա ինքն է, և այդ պատասխանատվությունը չբարդի մյուսների վրա և հասկանա, որ իր արձագանքներից, իր խոսքի ձևակերպումներից, հրահանգներից, երեխայի մոտ հետք է թողնվում։ Դա նպաստում է երեխայի անձնային աճին, երեխայի զարգացմանը, ու ամեն քայլ անելուց մտածել, այդ հստակ սահմանները ծնողը նա առաջին հերթին պետք է սահմանի ինքը իր համար, որոնք են այդ հստակ սահմանները։ Բնականաբար կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող այդ կետերն են, գծերը տեղ են երեխային ու դիմացինին բնականաբար, որտեղ երեխան իր վարքով քայլով շատ չգիտակցած կարող է վնասել մեկ ուրիշին։ Ու շատ հետևողական ծնողը պետք է լինի այդ գծերը պահպանման հարցում, որտեղ լինում են դեպքեր, երբ որ ծնողը հոգնած է լինում, նյարդային է լինում, չգիտեմ, ինչ որ այլ գործերով է զբաղված լինում, ու ինքը կարող է այլ ձևով արձագանքել երեխային ու հետևողական չլինի իր արձագանքի մեջ։ Այս պարագայում երեխայի մոտ անհամապատասխանություն առաջանում ծնողի պահանջի հանդեպ, ինչու մի պարագայում ծնողս կարող է շատ խիստ արգելել ինչ որ բանից, իսկ մյուս ինչ որ իրավիճակում նույն բանը
չի էլ նկատում, որ ես անում եմ։ Թույլ է տալիս ես դա անեմ։ Այստեղ ծնողի շատ կարևոր դերն է, որ մենք շատ հետևողական արձագանք ենք երեխայի դրսևորում։ Այն ինչը որ ոչ է, ցանկացած իրավիճակում լինի ոչ։ Ես այդքան էլ համաձայն չեմ նրա հետ, որ ծնողը թույլ է տալիս ամեն ինչ ու շատ հնազանդ ծնողներ են, որոնց որ ոնց որ ասվում է դուք շատ տենց ոչ թե ասում ենք անտարբեր եղեք, ասում ենք հանգիստ վերաբերվեք ճգնաժամային փուլերին։ Խանութում պարկել, ոտքերով հարվածել ու անհնազանդություն ցույց տալ, այդ չի նշանակում ճգնաժամային տարիք, այդ նշանակում է, որ արդեն դաստիարակման աշխատանքի մեջ բաց է թողվել ինչ որ մի հատ կարևոր բան, արդեն չի կանխվել դա, ու երբ որ դա կա, բնականաբար ծնողը պետք է արձագանքի այն տեսակետից, թե ինչպես է ինքը վերաբերվում երեխայի վարքին, ոչ թե նրա համար, որ ինքը խանութում է դա անում, ու որովհետև խանութի գտնվող մարդիկ կարող է ինչ որ ձև բնութագրեն այդ ծնողին։ Դրանից ելնելով չպետք է ծնողը արձագանքի, ծնողը պետք է արձագանքի իր երեխայի անձնական զարգացմանը խոչընդոտող երևույթների տեսակետից։ Այս սա է, որ շատ բնական է հնչում ու երեխաները շատ յուրահատուկ առանձնահատկություն ունեն տարբերակելու, թե մենք երբ ինչի համար ենք արձագանքում։ Իրանք շատ լավ նկատում են, մենք սա արձագանքում ենք, որովհետև դա մեր միանշանակ ոչն է, դաստիարակչական, թե որովհետև այստեղ մենք հիմա խանութում ենք, կամ տատիկը եկավ, ու ես ցույց եմ տալի տատիկի մոտ, որ ես դաստիարակում եմ իմ երեխային, կամ հայրը եկավ, հիմա ես ցույց եմ տալիս, որ այս բանը անել չի կարելի։ Իրանք շատ լավ դա նկատում են։ Ու շատ լավ օգտվում են դրանից։ Ու մանիպուլյացիաներ են անում։ Բնականաբար, բայց այդ պարագայում իրանք չեն վստահում մեզ արդեն նաև։ Արդեն ծնողի խոսքը հեղինակություն չի, հեղինակազրկվում է։ Եթե կարելի է։ Հա, եթե Լուսինեն հարց չունի, այո։ Չէ, շնորհակալ եմ։ Ձեզ էլ շնորհակալություն հարցի համար։ Եթե կարելի է մի բան ասել, եթե ճիշտ հասկացա ընդհանուր ինչ որ ներկայացրեցիք, շնորհակալ ենք շատ, այսինքն երեխայի կյանքում ծնողը որպես հեղինակություն անկախ տարիքից միշտ պետք է լինի, այսինքն ոչ թե նրա միշտ այդ կարևոր կետը, այն ինչ որ նկարագրվեց այս խնդիրները, ես հասկացա մի բան, որ անկախ տարիքից պետք է միշտ լինի հեղինակություն ու միշտ այն, որ խոսեցինք դեղին քարտի մասին, այսինքն չափված ոսկե միջինով սահմանափակումները երեխայի կյանքում պիտի լինի, որ մենք չհասնենք նրան, որ խանութի մոտ ինչ որ խնդիրներ ունենանք եւ այլն, եթե ճիշտ հասկացա այս ներկայացումը։ Սահմանները անպայման պետք են, եթե չկան այդ սահմանները, եթե սահմանափակումները չլինեն, մենք խնդրի առջև էսպես թե այնպես կանգնելու ենք։ Տեսեք, եթե չկան այդ կողմնորոշիչ սահմանափակումներ, իսկ իրանք կողմնորոշիչ են, ես հատուկ եմ դրանք անվանում կողմնորոշիչ, որովհետև երեխան այս մեծ աշխարհում պետք է ունենա այդ կողմնորոշիչները, ուր գնալ, ինչի համար եւ ինչպես։ Եթե դա իրան չի տրվում, ինքը մոլորվում է արդեն, ինքը ի վիճակի չի, զորու չի ինքնուրույն իր ռեսուրսով անցնել այդ նորության միջով, իսկ ամեն ինչ երեխայի համար նորություն է։ Հեղինակություն ծնողը միշտ է լինում։ Այդ հարցը նրանում է, որ մենք սկսում ենք կասկածել դրա վրա ու չենք նկատում այդ ճգնաժամային փուլերը, չենք դիտարկում դրանք որպես ճգնաժամային փուլի առանձնահատկություն։ Հիմա մենք խոսում ենք 6-7 տարեկանի մասին, մի փոքր ծնողը հեղինակազրկվում է, հիմա մյուս մեր սահիկների վրա ես դա ցույց կտամ։ Եվ դեռահասության տարիք 12-ից 16 ու 18, հա, մինչև տարիք մի քիչ երկար ավելի ձգվում եք, այդ էլ է տարիք, որտեղ որ ծնողի հեղինակությունը արժեքազրկվում է, բայց չի նշանակում, որ ծնող դու պետք է նեղանաս ու ոնց որ երեխայից հեռվանաս։ Երեխան է հեռվանում ծնողից, բայց եթե ծնողն է հեռվանում երեխայից, դա արդեն լինում է բավականին ճակատագրական երեխայի համար էլ, ծնողի համար էլ։ Այստեղ շատ հենց այդ նրբություններն են, այդ նուրբ սահմաններն են, որը ինքը ծնողը պետք է գիտակցի, հասկանա, որ սրանք փուլեր են անձի զարգացման, ճիշտ զարգացման համար։ Ու պետք է ժամանակ տա, որպեսզի այս ճգնաժամը ինքը ավելի անցնցում անցնի։ Ընդունենք, որ այս երեխան հիմա հակառակվելու է, չի հնազանդվելու մեր ասածին, որովհետև ինքը 6-ից 7 տարեկանում է, որովհետև սա ճգնաժամային տարիք է, որովհետև ինքը բացահայտում է իր ներքին աշխարհը, ու այդ հեշտ գործ չի։ Մենք մեծանալով մենք մոռանում ենք այդ տարիքները, մենք ոնց է կանցել։
Այստեղ մի հատ գաղտնիք կա, որովհետև մենք այդ տարիքում մենք մտածել ենք, որ մենք ինչ որ անում ենք ճիշտ ենք անում։ Մենք չենք էլ հիշի հիմա, որ մենք ինչ որ դժվարություններ ենք առաջացնել մեր ծնողների համար, թե նախադպրոցական, թե դեռահասության տարիքում, որտեղ մենք այդ փուլում մեզ ընկալել ենք որպես ճիշտ վարք դրսևորող անձինք։ Շատ լավ, եթե հարցելի արժեք, հա Լուսինե ջան, ստացաք ձեր հարցի պատասխանը։ Անի։ Եվս երկու հարց ունենք ու կարող ենք արդեն անցնել մյուս հատվածին, հա Ստեփան ջան։ Մարիամներ ձեռք բարձրացնել եւ Նարան։ Մարիամ ջան, կբարձրացնես քո հարցը։ Նախ բարև ձեզ, ես Մարիամն եմ, միացել եմ Ստեփանակերտից, շատ շնորհակալ եմ մեզ նման հնարավորություն ընձեռելու համար, սա մեծ փորձաշրջան է սովորելու համար, մեծ բան է մեզ համար, հարցս այսպիսին է, տղաս 7 տարեկան է, պետքա փոխադրվի սեպտեմբերից երկրորդ դասարան, մենք ամբողջ ամառային արձակուրդներին փորձեցի այս 2 ամիսի իրան ազատ թողնել, ճիշտ ընթացքում ասում էի դասերը անելու համար, բայց հիմնականում շատ չէի ճնշում, հիմա օգոստոսը ունի առաջադրանքներ, երբ ես իրան ասում եմ պետքա դաս անենք, ինքը սկսում է լացել, չէ մամա այսօր չէ, հիմա չէ, մի ժամից միշտ պատճառ գտնում ու լացի միջոցով ուզում է բան անի։ Այսօր շատ երկար զրուցեցի իր հետ, միշտ նախապատրաստում եմ, որ պետքա անենք դաս։ Այսօր երկար զրուցեցի, ասացի, որ գնաս դպրոց, դասընկերների հետ բոլորը սովորած են լինելու, պատրաստ են լինելու, ուսուցիչդ քեզ առանձին կկանգնացնի, կնախատի, դու քեզ վատ կզգաս մի խոսքով։ Փորձում եմ ամեն ձև, բայց ես ոչ մի ձև չեմ կարող իրա վերև այդ կետի, որ ինքը հաճիկով նստի դասանի, անգամ խաղերի միջոցով եմ ես իր այդ բան անում, բայց մեկը ոչ մի ձև չեմ ազդում իր վրա, չգիտեմ ինչ անեմ, փրկեք ինձ։ Ողջույն Մարիամ ջան, ձեզ նորից ողջունում եմ, շնորհակալություն որ միացել եք։ Մարիամ, դիտարկելով ձեր հարցը որպես ընդհանրական, ոչ թե որ ձեր երեխայի համար եք հենց տալիս, կարծում եմ կլինեն ծնողներ, որ այդ դժվարությանը հանդիպում են։ Հիմա ես նույն բանը ինչ որ դուք ասել եք ձեր տղային, պատկերացրեք, որ մեկը ձեզ ասում, որ հիմա դուք գնաք գործի, ձեր բոլոր գործընկերները արդեն պատրաստ են գալու, իրանք վարժ ներկայացնելու են իրենց ուրեմն մտքերը, զեկուցելու են այն աշխատանքը, որի իրանք ամբողջ ամառ շատ լավ արել են, իսկ դուք Մարիամ կանգնելու եք ու չեք իմանալու ինչ ասեք, որովհետև դուք լաց եք եղել ամբողջ ամառ չեք լսել ձեր, չգիտեմ, այնտեղ, հա, ամուսնուն, ով որ ձեզ հորդորում էր, որ ինչ եք դուք զգում հիմա, երբ որ ես ձեզ արդեն ասում եմ, որ դուք ձախողելու եք սեպտեմբերին։ Չգիտեմ։ Բայց անկեղծ ասեք, ես նկարագրեցի, որ դուք ձախողում եք։ Գիտեք, ես այսօր եմ այդ, որովհետև միջև է, շատ միջոցներով եմ իր հետ, օրինակ ասեմ, դու պետքա լավ մարդ դառնաս, դրա համար պետքա սովորես, դու պետքա քո մեջ ձգտում ունենաս սովորելու։ Ես միշտ լավն եմ իրան ասեմ, արդեն էդի տեսնում որ չի ազդում, հիմա այսօր սկսեցի իրան ուրիշ ձև ճնշելը։ Լավ ասեցիք, շնորհակալություն անկեղծ լինելու համար, ճնշելը, դուք ճնշում եք երեխային, երբ որ ճնշում եք երեխան ինչպիսին է լինում։ Դե եղածն էլ ավելի է իր մեջ, այդ ամենից հիասթափվում, այլ ավելի շատ է։ Ասում հա ինչ անեմ, մամա, ես էլ գնալու եմ, ընկեր բաբայադին ասեմ, ես ձեր դասարան չեմ գալի, գեթամ ուրիշ դպրոց։ Երբ որ դուք ճնշված եք, երբ որ դուք գիտեք, որ դուք ձախողելու եք, դուք ուզում եք նստեք դաս անեք։ Դուք արդեն գիտեք, որ դուք ճնշված եք, ցախողած եք, վերջ, ինչ, էլ ինչ։ Դուք ուզում եք նստեք ինչ-որ բան անեք։ Մենք մի քիչ մեր այս զրույցը անցնում է նաև ծնողավարության, արդեն ոչ թե բուն տարիքի մասին, հա, բայց սրանք կարևոր կետեր են, դրա համար եմ անդրադառնում։ Շատ կարևոր է սիրելի ծնողներ լինել ժամանակի մեջ այստեղ ու հիմա, արձագանքել այս պահին, դուք հիմա ձեր օրինակը, որը հիմա ներկայացրեցիք, ինքը ապագայի մասին էր։ Ու դուք երեխային մոդելավորում եք ինչ-որ սցենար, որը տեղի է ունենալու ապագայում, ու դուք հենց տալիս եք դա իրան, դուք այդ սցենարն եք իրան պատրաստել տալիս։ Իսկ ծնողի դերը ո՞րն է, որ աջակցի երեխային հիմա, որպեսզի ինքը զարգանա ու լինի ավելի լավը, որպեսզի ինքը նստի դաս անի, հիմա դուք ինչ-որ ձևով փորձեք հետաքրքրացնել իր համար այդ դասը, այդ գործողությունը, որ ինքը պիտի անի, նստեք սկսեք դուք անել, ինքը թող գա հետաքրքրվի այդ ինչ եք դուք անում։
Օրինակ երեք մի բան կար, հատված կար, սուտ ասելուկ էր։ Երկու տող խնդրեցի, ասում շատ եմ խնդրում, երկու տող կարդա, էլ չեմ բան անելու։ Երկու տողը կարդաց, ասում Էդվարդ չի հետաքրքրում շարունակությունը ինչ անելու։ Շարունակեց կարդալը, սկսեց ինքը հունի մեջ ընկնել։ Բայց էդի շատ կարճ տևեց իր մոտ։ Նորից սցեներ լսեց ու փախավ գնաց սաղ տետրգի, սաղ մոռացավ։ Հիմա տեսեք, շատ նորմալ է, որ երեխայի ուշադրությունը կենտրոնանում է մի քանի րոպեով, ու այդ տարիքի երեխայի համար շատ նորմալ է, որովհետև իրանց ուշադրությունը 10-ից 15 րոպե է։ Կարող եք կենտրոնացել 10-ից 15 րոպե, նույնը ուսուցիչներն են անում դպրոցում, 10-15 րոպե ինչ որ նյութ են բացատրում, հետո փոքր դադար, խաղ, հետո նորից նյութ, որի շուրջ երեխաները պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունը։ Երբ որ դուք ասեք, «Վայ, այս ինչ հետաքրքիր է, փորձեմ հիմա ես ինքս շարունակությունը անել»։ Ինքը կգա այդ խաղի միջոցով սովորելուն։ Ինքը կգա, եթե ինքը տեսնի ձեզ է հետաքրքիր, ինքը կներգրավի այդ process-ի մեջ։ Ու փոքր քայլերով դուք մինչև սեպտեմբեր կանեք այդ հանձնարարությունները։ Եթե դուք ուզում եք իրեն հրահանգը տակ, ու ինքը նստի մենակ անի, երբ որ ինքը ալտերնատիվ ունի ազատ լինելու, խաղալու, չեք կարողանա այդ կարգապահությունը քայլ առ քայլ է պետք գալ։ Հա, չէ, ճիշտն ասած ես երբեք իրան մենակ չեմ թողնում դասերանից, միշտ իր հետ եմ ձեր ասածի նման մենք դասը անում ենք, երբ որ տեսնում եմ ինքը ձանձրանում, արդեն հոգնում է, ձեռքի վարժություններ ենք անում, խաղում ենք, վերակենում, ֆիզիկական շարժումներ ենք անում, իթեթև sense հետաքրքրություն եմ մտցնում մեջը, բայց մեկ է իրան միջև ես բերում եմ հասցնում եմ սեղանին, մի բաներ ես ավելացնել։ Ասեք Իրինա։ Բարև ձեզ, մենք նույնպես նման իրավիճակում հայտնվել ենք աղջկաս հետ, ես օգտագործել եմ խրախուսանքի մեթոդը, այսինքն մենք փոքր այսքան հատված գրելու ենք, դու ստանալու ես սա, իր ուզած այն ամենացանկալի բաները, որ ինքը ուզում է, օրինակ ինքը ուզում է, չգիտեմ, այսօր քաղցր ուտել կամ այն արգելված բաները, որ ես իրեն շատ չեմ տալիս, ես իրեն ասում եմ, այսքան գրում ենք, դու ստանում ես քո ուզածը կամ անում ենք այն, ինչ որ դու ես ուզում։ Ու ստացվում է, փորձեք այդ մեթոդով։ Ես մի հատ դիտարկում անեմ խրախուսանքի մեթոդների համար էլ, որ երեխայի համար սովորելը պետք է լինի հետաքրքիր եւ աշխարհը բացահայտելու մեթոդ, ոչ թե նյութական նվերներ կամ իր ցանկությունները կատարելու համար։ Դե արձակուրդների ժամանակ ամեն դեպքում Իրինա ջան, որովհետեւ երեխայի սովորություն կդառնա, կասի մամա միջը, հա, ասելու է հետո դա արտաքին մոտիվացիա է, որտեղ որ մեծանալու է։ Ինքը դրանով հետո ինձ փորձելու է, հա։ Մամա մի տող գրեմ, դե ինձ էսի արա։ Հա, չէ, իսկ մեր հնարավորությունները անսպառ չեն, մենք վերջ-վերջը միտեղ կանգնելու ենք։ Շնորհակալություն, Նարա ջան, ձեզ լսենք ու անցնենք առաջ, որովհետև մեր ժամանակը ամեն դեպքում սահմանափակ է։ Շնորհակալություն։ Հարցը շատ կարճ է, շնորհակալ եմ։ Ուրեմն այսպես հարցս վերաբերում է նախադպրոցական տարիքից դպրոցական տարիքի անցմանը, որպես հոգեբան, որպես մասնագետ, դուք ինչ կարծիքի եք, որն է ճիշտ 7 տարեկանից գնալ դպրոց, թե 6 տարեկանից, 6 տարեկանն է պատրաստ, թե 7-ը, մեր դարաշրջանում, որպես ավագ սերունդ, 7, 14, 21, այսպես գնում էր, ու ես գտնում եմ, որ ավելի պատրաստ է 7-ը, քան 6-ը, Հիմա ես կուզեի ձեր կարծիքը ուղղակի որպես մասնագետ։ Իմ անձնական կարծիքը, եթե ես որպես մասնագետ հնչեցնեմ, իմ դիտարկումները նույնպես դա 7 տարեկանն է բնականաբար, բայց նախ ընտրվեց այս համակարգը 6 տարեկանից ու պետք է ծրագրերը համապատասխան լինեին երեխաների տարիքային զարգացման, առանձնահատկություններին, բայց ծրագիրը եւ դրա իրականացման ձևերը ինչ որ ձևով փոփոխվեցին, չպահպանվեցին կախվեց, երևի ընդհատվեց։ Հա, Սոլանժը կապը կարծես ընդհատվեց։ Այդ հարցի շուրջ, օրինակ, եթե կարծիքներ կան, կարող ենք Ամեն դեպքում ես մտածում եմ, որ քիչ առաջ բարձրացված հարցեր հենց կապված են դրա հետ։ Երեխան չի ուզում, արդյունքում նա խաղում է, սիրում է խաղալ 6 տարեկան, 5.5-ից են ուղարկում, այդ երեխան քնում է, ես նույնիսկ մի հատ այսպես զվարճալի բան կարող եմ ասել, դասղեկից զուգարանի թուղթ էր ուզում, որ գնար զուգարան, այսինքն այդ երեխան պատրաստ չէր։
Ներողություն, ես էլ ավելացնեմ, ես ձեզ հետ համակարծիք եմ, ես ինքս դպրոցում աշխատում եմ, առնչվում եմ տարբեր դեպքերի, երբ ծնողները բարձրաձայնում են այն մտքի հետ, որ երեխան խաղի փուլից դուրս չի եկել ու ես ինքս արձանագրում եմ, ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, ասեմ, եւ որպես մասնագետ եւ որպես մանկավարժ, որովհետեւ երեխեքը իրենց անկախ զարգացվածությունից, ինչպես խոսեցինք, յուրաքանչյուր երեխա անհատականություն է, իսկապես կան երեխաներ, որ իրենց մտավոր են նույնիսկ ինտելեկտուալ առումով իրենք պատրաստ չեն դասապրոցեսին, իմացական ոլորտային փուլում չի, որ դասապրոցես, լսել, կարողանալ այդ ամեն ինչը վերարտադրել, դեռ խաղային փուլում են, այսինքն այնտեղ ֆիզիոլոգիական տարիքից ցած շեշտը դնենք երեխայի հոգեբանական տարիքին։ Ու իրենց հոգեբանական տարիքը, այո, ես ես այդ համաձայն եմ, նույնիսկ իրենց տարիքից էլ քիչ որ մնաց, թե կարողանան ծրագիր յուրացնել եւ այլն, դրա համար ունենք այն ինչ որ ունենք բազմաթիվ խնդիրներ, ծրագիրը չյուրացնել, այո, ցավոք սրտի, ծրագիրը չյուրացնելու հետ կապված խնդիրներ, ամենակարևոր խնդիրներից մեկը հիմնակարը, որ ինչ իրավիճակներից ելնելով ունենք խոսքի հետ կապված խնդիրներ, երեխաները չեն կարող հաղորդակցել շատ մեծ Հիմա արտաքին գոտիները Սոլանժը միացավ, ժողովուրդ ջան, եկեք շարունակենք, բայց եթե հնարավոր է հարցերը բան մի քիչ կարճ, որ կարողանանք ինչ որ հնարավոր Ես դիմեմ նաև ծնողներին, որովհետև իմ խոսքի մեջ անպայման նշելու էի նաև դպրոցի հետ կապված, որ ծնողները իրանք են շտապում, հա, ինքս էլ ծնող լինելով, ծնողական համայնքի, հա, դասարանի ծնողների հետ շփվելով նկատել եմ ինչպես են ծնողները շտապում ու ուսուցիչներից պահանջում, որ իրենք ավելի խորացված տեղեկություն տան երեխաներին, որովհետև երեխաները կարդում են ինտերնետից, գիտեն ինչ-որ բաներ, ու նույն մաթեմատիկան, օրինակի համար ավելի բարդ խնդիրներ տան։ Այս պարագայում ծնողն է ինքն ուզում ճնշել այդ գիտելիքով երեխային, որի կարիքը ընդհանրապես չկա ու շատ դեպքերում ծնողը կարող է ուսուցչին չլսի, իսկ ուսուցիչը գիտի, հա, հմուտ մանկավարժը գիտի ինչ չափով եւ ինչ քայլերով առաջ գնա, որպեսզի երեխան ապագայում հաջողի։ Մենք շատ տարբեր իրավիճակներում այդ ժամանակը այստեղում հիմա շատ տարբեր ենք տեսնում ու մտավախություն ունենալով, որ ապագայում կարող է ձախողի, այսօր բավականին մեծ սխալներ ենք գործում ինքներս, մենք ծնողներս պահանջում ենք, որ երեխաներին դա տալու, մենք ենք հակված երեխաներին տարբեր խմբակներ տանել։ Եկեք գնանք առաջ, եկեք հասնենք դպրոցական մարտահրավերներին, այդ դրանք որոնք են, ինչու դպրոցին պատրաստվել հոգեբաններում, ոչ թե գիտելիքի միջոցով, ոչ թե տալ գիտելիք, որ երեխան տառերը ճանաչի, թվերը գումարել իմանա, գրել իմանա, այլ կարողություններ զարգացնի, հա, որովհետև ինքը գնում է նոր միջավայր, ինչքան էլ երեխան սոցիալիզացված լինի, մանկապարտեզ, եթե գնացել է, հետո պետքա դպրոց գնա, ինչքան էլ ինքը շատ հեշտ ներգրավում է նոր միջավայրում, այնուամենայնիվ դպրոցական միջավայրը ու դպրոցական ռիթմը, ռեժիմը շատ տարբեր է իր ունեցած աշխարհից, հա, մինչ այդ իր փորձից ու այս նոր միջավայրին պետք է կարողանալ պատրաստ լինել Ինձ լսում եք, ես լսվում եմ։ Այո, այո։ Հա։ Ինչը նշանակում է կարողանալ իր դերը ընդունել, որովհետև երեխան նոր դեր է ստանձնում, եթե մանկապարտեզում նախակրթարանում ինքը ավագ սերունդի ներկայացուցիչ է, իրենք նախակրթարանը ավարտող տարիքի ամենակրտսեր տարիքի խմբում են, ամենափոքրն են ու այն մեծի դերից իրանք գալիս են դեպի փոքր դեր, իրանք փոքրն են։ Իրենց դերը կայանում են նաև նրանում, որ իրանք հիմա արդեն աշակերտ են, ովքեր ունեն իրենց առանձնահատուկ, յուրահատուկ պատասխանատվության դաշտը, պարտավորությունները։ Եվ կան նոր երեխաներ, ում հետ պետք է ծանոթանալ, մտերմանալ, ընդհանրություններ գտնել, այդ տարբերությունները հասկանալ եւ պահպանել իրենց սեփական դեմքը, այդ կարողանան այդ ինքնավստահությունը նորից ձեռք բերել։ Իսկ այստեղ մենք պետք է իրենց կողքին լինենք, իրենց թույլ տալ ավելի անցնցում անցնել այդ փուլը։ Նոր մարդկանց մասին խոսեցի, այդ տարեկիցներն են, որ նոր են, ծնողները շատ դեպքերում ձգտում են նաև, որ իրար ծանոթ երեխաները նույն դասարանում հայտնվեն։ Էդ էլ է շատ դեպքերում խոչընդոտում երեխային։ Եթե երեխան հայտնվում է այլ դասարանում ու զուգահեռ դասարաններում են իրար ծանոթ կամ քույր եղբայրներ կամ ծանոթ երեխաներ նույն նախակրթարանից գնացել,
այդ խնդիր չի, այդ ստացվի, որ երեխան ավելի մեծացնում է իր միջավայրը ու իր ընկերոջ միջոցով ճանաչի նաև մյուս դասարանի, զուգահեռ դասարանի երեխաների, երբ որ մենք ձգտում ենք արհեստական ձևով ինչ-որ պայմաններ ստեղծել երեխայի համար, որ ավելի հեշտ լինի, պատկերացրեք, որ ինքը կշարունակի շփվել իրեն ծանոթ երեխայի հետ ու կարող է անտեսել մյուսներին, ու այս ձևով էլի դժվարություններ ստեղծել ինքն իր համար մյուսների հետ շփվելու։ Մյուս նոր մարդիկ դա ուսուցիչներն են։ Ուսուցիչները, որոնք նոր պահանջներ են ներկայացնում երեխաներին, որոնք սովորացնում են դպրոցի կանոններին, որ պետք է երեխան ընդունի, պահպանի, հասկանա, եւ հենց այդ նոր մարդիկ, նոր մեծահասակներ ու ուսուցիչները դառնում են այս տարիքի երեխաների համար հեղինակավոր մարդիկ։ Ու ուսուցչի ամեն ասած երեխան հակված է ընդունելու առանց քննադատության եւ կարող է անգամ վեճի բռնվել ծնողի հետ, ասելով, որ իմ ուսուցիչը ասել է, այսպես է պետք անել կամ այսպես է ճիշտ անելը, որովհետեւ մեր ուսուցիչն է ասել։ Անգամ եթե մենք արմատապես անհամաձայն ենք ուսուցչի կարծիքի հետ, երեխայի ներկայությամբ պետք է անգամ հոնքը չբարձրացնենք։ Ցույց չտանք, որ մենք համաձայն չենք ուսուցչի ասացի հետ։ Եթե ունենք հարցեր, կասկածներ, լավ է հնչեցնենք առանձին ուսուցչին, որպեսզի հասկանանք իր մոտեցումները։ Եթե խիստ անհամաձայն ենք, կարող ենք արդեն դիտարկել են կարդինալ արմատական փոփոխություններ, չգիտեմ, դպրոց փոխել, դասարան փոխել, այդքան էլ ցանկալի չի, բայց դպրոց փոխել կամ փորձել հասկանալ ինչու այդ ուսուցիչը այդպես անում։ Որովհետև պարտադիր չի, որ մեր իմացածը ճիշտը լինի։ Իսկ հեղինակազրկել ուսուցչին կամ դպրոցը երեխայի մոտ նշանակում է ստեղծել մեծ խոչընդոտ երեխայի հարմարման համար դպրոցում ու ընդհանրապես, որ սիրի սովորելը։ Իսկ մեր նպատակն է, որ երեխան սիրի սովորելը, հետաքրքրված լինի ուսումնական process-ով։ Նոր ռեժիմ, որովհետև այս նոր ռեժիմին պետք է սովորել ավելի վաղ, ոնց ասեցին, ոնց որ Լուսինե, եթե ես անունը ճիշտ եմ հիշում, մեր ընկերի, որ հունիս-հուլիս ամիսներ երեխանին հանգիստ էր տվել եւ օգոստոս ամսին որոշել էր արդեն վերադառնալ տնային հանձնարարություններին, այսինքն ամառվա ընթացքում անգամ երեխան, եթե առաջի դասանից փոխադրում է երկրորդ, ինքը մոռանում է այդ ռիթմը, այդ ռեժիմը դպրոցական, որ պետքա դաս անել, որ պետքա ինչ-որ ժամեր ունենա։ Իսկ առաջի դասարանցու համար դա լիովին նորություն է, թե ինչա իրան այնտեղ սպասում, որ կան ժամեր, որ ինքը պետքա նստի, որ դասամիջոցներ շատ կարճ են, որ ինքը պետքա վազվզի, հա, ու տանը ինչ որ էլի ռեժիմ պետքա լինի, որ ինքը պետքա դասանի, հետո դրանից հետո էլի հանգիստ լինի, նորից վերադառնա դասանի, ինչ որ ձևով դա անի, կոկիկ դա անի, ու այդ կարգապահությանը պետք է սովորացնել ավելի վաղ տարիքից, այսինքն այն կենցաղային առաջադրանքները, որոնք դուք երեխային տալիս եք, որ դա դառնա իր առօրեական անելիքները, որ ինքը հետևի դրան, ինքնուրույն անի, առանց ձեր հիշեցումների անի, նույն արթնանալուց հետո ռիտուալային ինչ քայլեր է ինքը անում, հագնվում է, հետո լվացվում է, հետո ինչ որ մի բան է անում, հա, ողջունում է բոլորին եւ այլն, այս ռիտուալային քայլերի հաջորդականությունը ի սկզբանե դրեք, օգնել ընտանիքում դեր ունենալ, ինչպես է ինքը օգնում, ինչ է անում, որ նա իր պատասխանատվության դաշտը, որ հետո դպրոցական ռեժիմը, ռիթմը իր համար ավելի հեշտ լինի անցնելը, առավոտյան արթնանալը, եթե հիմա մենք ամառային արձակուրդներին թույլ ենք տալիս իրանք երկար քնեն, հա, ուշ քնեն, երբ որ կպատահի, որովհետև մեզ հարմար չի ռիթմը պահել, մենք ենք ուզում գնալ ինչ-որ միջոցառման, երեխան էլ մեր հետ ապրում այդ կյանքը, ոչ թե մենք ենք երեխայի հետ այդ կյանքը ապրում, այլ ինքն է մեր հետ ապրում, հետո մենք ուզում ենք, որ ինքը շատ պատասխանատվությամբ վերաբերվի իր առօրյային ու ժամանակին քնի ու ժամանակին արթնանա, երբ որ մենք ինքներս չենք պահում այդ ռեժիմը։ Այստեղ էլ էլի ծնողի պատասխանատվությունը ու այն գայթակղություններից հրաժարվելու պահը, որ մենք պետքա ոչ հասենք մեր ցանկությունների ի նպաստ երեխայի զարգացման, ի նպաստ երեխայի այդ կարողության զարգացման։ Ինքն իրան ոչինչ չի լինում։ Եթե երեխայի մոտ տեսնում ենք ինչ որ խնդիր, այդ նրանից չի, որ դպրոցում վատ են ազդում իր վրա կամ մանկապարտեզում սխալ են
դաստիարակում, այդ նրանցավ, որ մենք ենք անհետևողական արձագանքում երեխային։ Սովան ջան, եթե թույլ կտաք, փոքրիկ լրացում հիշեցի ռեժիմի հետ կապված, որ ասեցիք ռեժիմը շատ կարևոր է, տեսել եմ, որ շատ հետաքրքիր ինտերակտիվ ոնց որ օրային գրաֆիկներ կան, որ երեխաների համար կազմում են ու սիրուն իկոնաներով, հա, օրինակ առավոտյան արթնանալ, մահճակալը նկարած, այնտեղ ամեն օր երեխան ոնց որ պետքա նշի, առավոտյան արթնացա, մահճակալս հավաքեցի, այնտեղ մի հատ նկար է Ադամի Խոզանակի, օրինակ լվացվեցի, դրանից հետո կարող է մարզանքա ինչ-որ ընտանիքանում, տետրա նկարած դասա, այսինքն երեխային, եթե տենց այդ ձեր ասած ռեժիմին ավելացնենք խաղային հատված, որ երեխան ամեն ռեժիմի օրվա իր գրաֆիկը լրացնելուց ինչ-որ մի բան նշի, իսկ հիմա դա կօգնի, չէ՞։ Այո, եւ լավա, որ այդ գրաֆիկը, այդ սիմվոլները ծնողը երեխայի հետ միասին կարողանա կազմել, երեխայի հետ ընտրեն ինչ սիմվոլներ կդնեն, ինչ կդնի, ոնց կնշի, երբ կնշի, ինչից հետո կլինի, որն է նախընտրելու ինչի համար, համատեղ աշխատանք դա արվի։ Դերի մասին խոսեցի։ Այո, լսում եմ։ Հա, Մարիամ։ Հա, այդ բանի համար ուզում եմ ասել, որ մենք այդ ռեժիմը ես ու տղաս միասին կազմած ենք եղել ու իրար հետ միասին ժամերով գրել ենք, մենք բալիկներս միշտ շուտ են արթնանում, 7-ին արթնանալ, նախաճաշել, բոլորը հատիկ ժամերով սենց գրած ենք եղել, դասի երբ պետքա գնա դասի գա, ռեժիմնել ենք անում, շուտ քնելնել ենք անում, բայց մեկա մեր լացը չի ավարտում։ Այստեղ լավ կլինի, որ դուք ուղղակի հասկանաք, որ այո, դժվար է, երբ որ դու ազատ ես անել մի բան, ինչը այդքան էլ չես ուզում, պետքեի մեջ է։ Դե հիմա ինքը այն փուլում է, որ ինքը այդ պետքեներին սովորում է, հա, կամային որակների զարգացումը։ Միանգամից դա չի լինում։ Կամային որակը այս տարիքում նոր համաձայնվում անել մի բան, ինչ իրանք չեն ուզում, դրա համար այդ չուզումները պետքա դառնալ հետաքրքիր, ինչի եմ ես դա ուզում, ինչի ինչ որ պետքա անել, հարկավոր է դարձնել ուզում եմ անել։ Ինչի ինքը պետքա հասկանա ինչի է պետք ինքը այդ դասը անի։ Ոչ թե նրա համար, որ կգնա ու խայտարակ կլինի ու ճնշեն հիմա, որ գնա տես, այդ ժամանակ ինքը բնականաբար կհեռվացնի իրանից, թե այդ դպրոցը, թե այդ ուսումը, թե այդ ընկերներին, թե ձեզ։ Այլ նրա համար, որ ինքը ավելի լավ լինելու, երբ որ ինքը իմանա։ Հա, մենք սկզբում, երբ որ ինքը առաջի դասարան էր գնում, հա։ Սովան ջան, իսկ ինչու պետք է ինքը տնային անի։ Մարիամ, մի հատ շնորհակալություն անեմ, մի հատ Մարիամի հարցն էլ լսենք ու անցնենք։ Որ գնում էր սկզբում, ես տարերը սովորում եմ իրան այդ խրախուսակի միջոցով, ասի ամեն անգամ, երբ դու աստղիկ ստանաս, այստեղ գնահատական չեն դնում։ Մենք կհավաքենք կասա, արձակուրդներին քո համար մի լավ բան կառնենք։ Փորձեցի մի միջոց գտնել, որով իրան կոգեշնչեի լավ սովորելու համար, ինքը գումարի համար էր sense ասած կոպիտ աստղիկ ստանում, բայց հետո արդեն այդ դարավ իր ամոթ լավ զգալ, ինքը տեսա, որ երբ որ ինքը աստղիկ է ստանում, իրեն գովում է դասատուն, էլ իրան այդ գումարը չէր հետաքրքրում, սկզբում էդի միջոց եղավ մեր համար, որ ինքը ձգտում ունենա, հետո հանեցի արանքից այդ ամեն մի աստղիկի համար գումար տալը, բայց այս արձակ Տեսեք դուք այդ զգացել եք, դուք այդ զգացել եք, արձակուրդների ժամանակ ուղղակի ռիթմը արդեն դադարացրել եք, հիմա պետք է ժամանակ ու համբերություն ցուցաբերել, որպեսզի վերադառնալ այդ ռիթմին, անպայման ձեզ մոտ դա կստացվի, բայց ավելի փոքր քայլերով, մանա երբ որ դուք հարցնում եք ինչու է պետք, որ ինքը սովորի, մենք ունենք բնականon ցանկություն, բնականon կարիք ճանաչելու մեզ ու մեր միջավայրը Եթե այդ ներքին մոտիվացիան ուսումնասիրել մեր միջավայրը չլիներ, մենք հիմա չէինք լինի այնպիսին, ինչպիսին հիմա մենք կանք։ Չէր զարգանա գիտությունը, չէր զարգանա մարդու դերը միջավայրում։ Այդ շատ բնական կարիք է ու սպանելով այդ բնական կարիքը երեխաների մոտ, հետո մենք սկսում ենք ջանք, ավելի մեծ ջանքեր գործադրել դա արթնացնելու համար։ Երեխան շատ հարցեր է տալիս ասում ենք մի արա վտանգա մենք էլ չգիտենք ինչ կարող է լինի արգելափակում ենք դա ինքը անի ուսումնասիրի նկատի տեսնի շփվի դրա հետ այդ բաները շատ տարբեր են ու այնտեղ որտեղ կարելի է թույլ տալ մենք պետքա թույլ տանք
Ես շատ դեպքերում նկատել եմ ծնողները իրենց էգոիստական թույլ տվեք այդ բառը ասեմ, էգոիստական ցանկություններից, մղումներից ելնելով երեխաների մոտ շատ սահմանափակումներ են դնում, որպեսզի երեխան չկեղտոտի շորը, մաքուր մնա, իզուր հանկարծ չընկնի այնտեղ, որ ընկավ լացա լինելու, հետո պետքա վերք մշակեմ, հանկարծ բա որ մի հատ էլ կոտրվածք լինի ու տենց հազար մի բան։ Ես չեմ ուզում եւ տեղից վերքինամ գնամ կողք կանգնեմ, որտեվ երեխան ծառա բարձրան։ Արի արգելեմ ընդհանրապես բակիչնելը, որ հանկարծակի մտքով չանցնի ծառ բարձրանա։ Ոչ թե գնամ կողքը կանգնեմ, որ ինքը ապահով է ծառ բարձրանա ու ես իրան այդտեղ աջակցող մեկը լինեմ։ Հա ու խրախուսողը որ ինքը դա անի, նկատեմ ինչպես է ինքը դա անում, որ ճանաչեմ իմ երեխային, դա մեզնից է շատ էներգիա պահանջում, իսկ պետք է սովորի, որպեսզի ճանաչի իրեն, իր միջավայրը, որտեղ դա շատ հետաքրքիր է, ու երբ որ մենք հետաքրքրությամբ ինքներս ենք սովորում, մենք վարակում ենք դիմացին երեխային, միանշանակ ինքը միշտ գալու է ձեր կողքը նստի ու ձեր հետ սովորի։ Ինքը պիտի տեսնի, որ մենք էլ ենք սովորում, այնպես ինչպես հիմա դուք միացել եք այստեղ, որպեսզի սովորեք։ Կներեք, կարելի մի հատ հարցելի ես անընդհատ բան եմ անում, չգիտեմ ճիշտ է իմ մոտեցումը, թե չէ, երբ որ ինքը սկզբան էի անում, սովորեցնում էինք իրան երեխու այդ դասերը, ես ասացի ես քո մաման եմ, իմ պարտականություններն է քո շորերը մաքուր պահել, քեզ կերակրել, իսկ դու իմ երեխեն ես, առաջի դասարան ես, քո պարտականությունն է սովորելը, պատրաստ գնալ դասերին։ Չգիտեմ Մեր պարտականությունն է սովորեցնել երեխային մաքուր պահել իրան, սովորել եւ այլն, հա։ Երեխաները պարտականություններ չունեն, ասեմ ձեզ նաեւ իրավաբանական տեսակետից էլ իրանք ունեն պատասխանատվության դաշտ, այդ բոլոր պարտավորությունները մենք մեծահասակներս ունենք իրենց կյանքը հետաքրքիր դարձնելու, մոտիվացիա առաջացնելու ու ապահով դարձնելու համար։ Մնացածը իրանք կանեն։ Հեսա եկեք սլայդերով անցնենք, որտեղ այդ ամեն ինչի մասին խոսելու ենք նաև մյուս սահիկների։ Նաև նոր սպասելիքներ են առաջանում, որովհետև կա նոր դեր, դրան համապատասխան նոր սպասելիքներ են առաջանում, թե մեծահասակների կողմից, ծնողների կողմից, որ դու պետք է սա անես, եւ երեխայի մոտ նոր սպասելիքներ, թե ինչպես է ինքը հաղթահարելու այն ամեն ինչը, այն նոր ամեն ինչը, ինչը իր առջև ծագել է, առաջացել է։ Մենք մի քիչ մեր սպասելիքները պետք է զսպենք երեխաների համար, որ ամեն ինչ միանգամից չի լինելու։ Եթե ես չխոսեմ, դուք ինձ հիշեցրեք, որ այդ մեր գանձերի մասին, որ մենակ պետք է լինեն ամենալավը, այդ մասին անդրադառնամ, որտեղ այդ մեր սպասելիքներն է, հեսա դրան կանդրադառնամ։ Ինչ անհրաժեշտ հմտություններ պետք է ունենա նախադպրոցական տարիքի երեխան։ Խոսքից մեջ նշեցի մանր եւ մեծ մոտորիկա։ Այն մասնիկներ գրելը, որ մենք գրում ենք, դա նրա համար էր, որպեսզի զարգացնենք մանր մոտորիկան։ Իսկ հիմա շատ նյութեր կան, որտեղ երեխան կետերը միացնելով, տարբեր տեսակ ալիքներ կետագծով միացնելով, հա, ու նկար ստեղծելով թվերով, օրինակ թվերը միացնելով, զարգացնում է իր մանր մոտորիկան, պլաստիլինի հացեփամածիկի հետ աշխատելով, կավի հետ աշխատելով, փոքր կառուցողական խաղերի միջով մանր, հա, հատիկներ պարունակող կառուցողական խաղերի միջոցով երեխան կարողանում է զարգացնել մանր մոտորիկան, մեծ մոտորիկան, երբ որ ինքը ինչ-որ գործողություններ է անում, որը որ էլի դուք կարող եք հրահանգներ տալ, թե ինչ անել։ Շփման հմտություններ կարողանա շփմի իր տարիքի երեխաների հետ եւ մեծահասակների հետ դիմելու ձևերը իմանա, ինչպես դիմել, ինչպես խոսել առաջին անգամ, ինչպես միտքը ձևակերպել, այս ամեն ինչը պետք է սովորացնել երեխային ու դա միանգամից չի լինում ու միշտ հիշեք, որ առաջի օրինակը մենք ենք, ինքներս մենք ու շատ դեպքերում այն ինչը մենք չենք կարողանում անել, մենք ուզում ենք մեր երեխաները միանգամից անեն ու մենք տեսականորեն դա իրանց ասում ենք, ասում ենք ես ասել եմ իրան, բայց այդ օրինակը ինքս չեմ լինում իր համար ու միշտ հիշեք երեխան ավելի շատ սովորում, ավելի հեշտ վերցնում այն ինչ որ ինքը տեսնում է, քան թե ինչ որ իրեն ասում է։ Կարողություն ընդունել դժվարությունները եւ սխալները։ Այստեղ էլի մեծահասակի ծնողի դերը շատ մեծ է, որովհետեւ այն նոր միջավայրը, որի մասին նախորդ սահիկում խոսում էի, որ մուտքագործում երեխան, դա լիա դժվարություններով։ Ու երբ որ երեխան այդ ճանապարհին ինչ որ սխալներ է գործում, շատ կարեւոր է, որ մենք համապատասխան այդ սխալներին արձագանքենք, որպես որ մարտահրավերներ, որը ի վիճակի է ինքը հաղթահարել, որովհետեւ ինքը ունի
աջակից մեզ եւ ունի ինչ որ կարողություններ, որը մենք իր մոտ մինչեւ այս տեսել ենք ու դա պետքա նկատել ու իրեն վերադարձնել, որ եթե ինքը այս ինչ իրավիճակում էսպես էր արել, տալ բնութագրիչ է երեխայի, ուրեմն ինքը այսպեսին նա համարցակ է, խիզախ է, խելացի է, հնարամիտ է, հումորով է եւ այլն, ու ինչ կարող էր ինքը անել այս իրավիճակում ու մոդելավորել այդ իրավիճակը իր իսկ մեկնաբանությունով, ավելի շատ երեխային հարցեր տալ, բացող հարցեր, քան թե հա ու չէ պատասխանը պարունակող հարցեր։ Զարգացնել կամային որակները, քիչ առաջ ասացի, որ կամային որակները թույլ զարգացած են, նոր են սկսում զարգանալ երեխայի մոտ ու ինչ որ փոքր չափաբաժիններով այդ պետքերները թույլ տալ, որ ինքը անի, որպեսզի սովորի, որ հիմա պետք է 1 րոպե, չգիտեմ, լռություն պահել կամ հավաքել խաղալիքները, եթե հրաժարվում է բոլոր խաղալիքները հավաքել, ուրեմն ասել, որ ինչ որ հատված ազատի, ինչ որ պարագայում համաձայնվել աջակցել երեխային այդ մի անկյունը հավաքել, իսկ մնացածը հետո ու թույլ տալ, որ դա լինի հետո, ոչ թե դուք հավաքեք իր փոխարեն։ Առաջացնել հետաքրքրություն ուսման հանդեպ, այդ բոլոր այն իմացական, ինտելեկտուալ խաղերն են, զբաղմունքներ են, որը կարող եք միասին անել։ Հեն կարող է դուք օրվա ընթացքում 5 րոպե ժամանակ տրամադրեք, բայց այդ 5 րոպեն ամբողջությամբ ձեր ուշադրությունը սևեռված լինի երեխայի ու իր հետաքրքրության վրա, այն գործողության, որ միասին եք որոշել անել։ Անձնական կարգապահություն, այսինքն իմանալ, ինչը ինչից հետո եմ անում, ինչու համար եմ անում, որն է իմ օրվա ռեժիմը, որ այ օրվա մեջ լինեն կրկնվող հետևողական ինչ-որ գործողություններ։ Եվ կարողություն ձևակերպել սեփական կարիքները, հարգել դիմացինի սահմանները։ Կարողություն ձևակերպել սեփական կարիքները իր շատ կարևոր է, դա կարող եք զարգացնել երեխաների մոտ հարցադրումներ առնելով, այսինքն հետաքրքրվելով ինչ է ինքը ուզում, երբ որ ինքը լաց է լինում, ինչ է ինքը ուզում, երբ որ կամակորություն է անում, երբ որ անհանազանդություն է հայտնում, որպեսզի ինքը իր ցանկությունը կարողանա ձևակերպել ձեզ մոտ, որ հետագայում էլ դասարանում, դպրոցում կարողանա իր ցանկություններն ու կարիքները ձևակերպել եւ բարձրաձայնել եւ հարգել դիմացինի սահմանները նշանակում է, որ հարգել դիմացինի խոսքը, անձնական տարածքը, սեփական իրերը առանց հարցնելու, չվերցնել, հասկանալ, որ դա դիմացինին է ու շատ կխանգարեն, եթե իրենք առանց հարցնելու վերցնեն կամ ինչ որ ձևով հատեն այդ սահմանը ու ընդհանրապես բացատրեք ինչ է նշանակում հատել սահմանը։ Եկեք ծնողի դերի մասն էլ խոսամ ու մի քանի հարց էլ թողենք վերջում, արդեն շատ ժամանակ անցել։ Ինչպես աջակցել երեխային։ Ասացի, որ շատ կարևոր է, որ ընդունեք ուսուցչի ու դպրոցի հեղինակությունը, որպեսզի երեխան շարունակի պահպանել հետաքրքրությունը ուսումնական process-ի հանդեպ, այն հաստատության հանդեպ, որ ինքը ամեն օր է գնում, եւ այն բոլոր կասկածները ու հարցերը, որ ունեք, շատ անհատական ձևաչափով ու առանց երեխայի ականջների քննարկել ուսուցչի հետ եւ գալ համաձայնության, անգամ երբ որ դուք հուզականորեն մտքում անհամաձայնություն ունեք, իմացեք դա երեխան նկատելու է։ Խրախուսեք երեխայի ջանքերը։ Հնարավոր է երեխան ինչ որ արդյունքի հասնում է, բայց շատ ուշ ժամանակում, փոքր քայլերի միջոցով է դա անում։ Հնարավոր է միանգամից ամեն ինչ իր մոտ չստացվի, որոշ բաներ ստացվի, իսկ դա ձեր սպասելիքի շատ փոքր տոկոսը լինի։ Նկատեք այդ արդյունքը, նկատեք, որ ինքը ջանք է գործադրում եւ այդ անպայման վերադարձրեք իրեն։ Կարևորեք երեխայի ինքնուրույնությունը։ Ինչ որ մի բան, ինչը որ ինքը անում է, բայց սխալ է անում, բայց փորձում է ինքնուրույն, խրախուսեք դա, ասեք, որ դուք ուրախ եք, որ դա ինքը փորձում է ինքնուրույն, իսկ սխալները լինում են բոլորի մոտ, չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում բնականաբար։ Աջակցեք կարգապահության հաստատմանը, ինչը կարող եք նաև հիմա ամառվա ընթացքում անեք, այդ մին ռիթմը ռեժիմը, որ ունեք, փորձեք պահել այդ ռեժիմը, ոչ թե որ երբ հարմար է այդ ժամանակ արվի։ Ուղղություն ցույց տվեք երեխաներին, բայց մի արեք նրա փոխարեն, տնայինները առնելիս հնարավոր է համբերությունը հատի ու դուք իր փոխարեն անեք։ Շատ դեպքերում ծնողները հակված են դպրոցական պայուսակը իրենք հավաքեն, կազմակերպեն այդ
բոլոր աշխատանքները դպրոց գնալուց առաջ, միայն թե երեխան պատրաստ գնա, ես տեսնում եմ ինչպես են 3-4 դասարանի երեխաները կոշիկը եթե կապերը քանդվում են, մոտենում ուսուցչին, որ իրանք կապեն, իրանք չունեն այդ հմտությունը կապը կոճկելու, երբ որ երեխան պետք է կարողանա կապերը կոճկել, կոճակները կոճկել, հագնվել ինքնուրույն, իսկ պայուսակը առհասարակ ինքը պետք է հավաքի, ոչինչ, եթե ինչ որ մի բան մոռանա, սկզբում միասին արեք, աջակցեք, ցույց տվեք ինչպես դա անել, հետո թույլ տվեք, որ ինքը ինքնուրույն անի ու իրան ավելի վստահ կզգա դրանից։ Համբերություն ցուցաբերեք եւ ընդունեք սխալները։ Զրուցեք դպրոցական կյանքի մասին, ոչ միայն գնահատականների, այսինքն երբ որ երեխան կգա տուն, առաջինը ինչ հարցնելու եք, աստղիկ ստացել է թե չէ կամ ուսուցիչը գովացել է թե չէ փոխարեն, տվեք բաց հարցեր, ինչպիսին են, ինչը իրեն դուր եկավ դպրոցում, ինչը իրեն զարմացրեց, ինչը ուրախացրեց, կար արդյոք ինչ որ բան, որ իրեն տխրեցրեց, այսինքն բաց հարցեր տվեք, որից ինքը կպատմի իր դպրոցական անցուդարձի մասին եւ այն ինֆորմացիան, որ ինքը կիսի ձեզ հետ, ընդունեք որպես անցուդարձ դպրոցի, ոչ թե մի իրավիճակ, որը որ ուղղակի ուզում եք հետևեք կառավարելու համար, թե ինչա տեղի ունենում դպրոցում, այլ երեխայի ինքնազգացողությունը հասկանալու համար եւ եթե կան ինչ որ դժվարություններ, որ երեխան ձեզ հետ կիսում է, ուղղակի հարցրեք թե ինչ էր ինքը ուզում անել, ինչ կուզենար անել հաջորդ անգամ, ինչա պետք իրեն, ինչ որակ ինքը ունենա, որպես ինքը կարողանա իրեն դրսևորի այնպես, ինչպես ինքը կուզենար դրսևորել։ Ձևակերպեք բաց հարցեր, այդ մասին խոսեցի, ավելի լավ է այդպիսի հարցեր, որտեղ երեխան ավելի շատ կպատմի ձեզ, քան թե այո կամ ոչ կպատասխանի։ Հասկացեք երեխայի ապրումները, արձագանքեք այստեղ ու հիմա սկզբունքով, այստեղ ու հիմայի մասին նույնպես խոսացի ու երբ որ ինչ-որ մի բան երեխան ասում է ու անհանգստությունն է դրսևորում, նկատեք դա այս ժամանակում, հիմա է ինքը դրանից անհանգստանում, դա պարտադիր չի, որ ինքը եթե հիմա չի կարողացել իր դասընկերոջը պատասխանել կամ ուսուցչին ասել է ինչ որ կուզենար ասել, ուրեմն ինքը ամբողջ կյանքում կլինի տենց համեստ, ինչպես ժողովրդում ասում են քաշված ու իրենը չի կարողանա ասել, եթե մենք ժամանակային տրվածքով գնանք այդքան առաջ, մենք չենք կարողանա օգնել երեխային հիմա, հասկացեք, որ այդ իրավիճակը ու զգացմունքը հույզը առաջացել է այս պահին եւ ինչ ինքը կուզենար զգալու ապրել դրա փոխարեն, ինչպես կարող է անել, որ հաջորդ անգամ կարողանա արձագանքել դասընկերոջ կամ ուսուցչին։ Տարածեք ձեր անհանգստությունները երեխայի դժվարություններից։ Սրան էլ անդրադարձա հարց ու պատասխանների ժամանակ, երբ որ մենք ունենք մտավախություններ, որ օրինակի համար մենք դպրոցում դժվարություն ենք ունեցել գրատախտակի մոտ խոսելուց, դժվարություն ենք ունեցել հանդուգն դասընկերոջ պատասխանելուց, ինչ որ դժվարություններ մենք ունեցել ենք, ուրեմն մեր երեխան էլ հնարավոր է դա ունենա ու ամեն ինչ անենք, որպես ինքը խուսափի դրանից։ Եթե շատ դեպքերում հնարավոր է լինի, որ կարող է ինչ-որ մեկը ակնարկ արել իր հասցեին, իսկ դա իր համար ոչ մի նշանակություն չունի, իսկ մենք մտածենք, որ ինչպես թե պետք է անպայման պատասխանել, պետք է անպայման տեղը ցույց տալ դիմացինին, հարգեք իր ընտրությունը նաև, որտեղ հնարավոր է իր համար դա ոչ մի նշանակություն չունենա։ Եվ շատ կարևոր է, արևիկ տեսել եմ ձեր ձեռքը, հեսա կանդրադառնամ, որ տրամադրության անկումները, կտրուկ փոփոխությունները, բնավորության փոփոխությունները, կոպիտ պատասխանները, որոնք կարող են տեղ գտնել այս տարիքում, չվերագրեք անպայման դպրոցին, դպրոցի միջավայրին, դա ավելի շատ կապված է այս ճգնաժամային տարիքի դրսևորումների հետ, քան թե դպրոցի կամ ուսումնական հաստատության ազդեցության հետ։ Այդ կապը տալով էլի խոչընդոտում ենք երեխայի հարմարմանը դպրոցում։ Այո, Մանե։ Ներողություն եմ խնդրում, մի վարքյանով կգնաք նախորդ սլայդը։ Այստեղ։ Հա, չէ, տեխնիկական բանի համար էլի, շնորհակալություն։ Ես ասեցի, որ Արևիկին կլսենք, ձեռք է բարձրացրել Արևիկը, լսենք ձեզ ու անցնեմ առաջ։ Բարև ձեզ, ես շատ ուրախ եմ, որ մնացել եմ այս դրույթին։ Ես մի քիչ թեմայից զատ հարց ունեմ ձեզ, ուղղակի ուզում հարցնեմ, ինչպես եք դուք վերաբերվում ներառական կրթությանը, իմ երեխան ունի զարգացման հապաղում եւ դեռ չի խոսում 4.5 տարեկան է, այսինքն ստացվում է մյուս տարի կամ չգիտեմ, երևի թե այն մյուս տարի կտանենք դպրոց, բայց մենք չենք պատկերացնում
բոլորն ասում են, որ այո, ներառական կրթությունը, այո, երեխան դասարանում պետք է բոլորի հետ շփվի, բայց մենք որպես ծնող, ես այսինքն որպես ծնող ուզում հասկանամ, նախ ինչպես է ճիշտ գնահատում ներառական կրթությունը լավ է երեխայի համար, թե չէ, եւ երկրորդը արդյոք պետք է իրան այդ կրթության տանելը, այլ ոչ իրան նման երեխաների հետ, որ ինքը շփվի, այդպես։ Շնորհակալություն, իհարկե հարցը շատ էլի առանձնահատուկ հարց է, փորձեմ շատ կարճ, Արևիկ ջան, ես լսում եմ մի փոքր։ Ես շնորհակալ եմ, որ այդ հարցին ուղղակի կարճ թեկուզ անդրադարձ ունենաք։ Ահա, հիմա վերադարձա։ Պատկերը սառել էր, հա, սպասում էի, որ վերադառնա։ Ձեր անհանգստությունները կամ էլ կարող եք վերջում այդ հարցին անդրադառնալ, որ հիմա թեմային։ Հիմա անդրադառնամ, գնամ առաջ, հա։ Արևիկ, ձեր մտավախությունները փարատելու համար լավ կլինի մասնագետի հետ զրուցեք, որպեսզի հստակեցնեք ինչի համար է ծրագիրը ներդրվում, ինքը սոցիալիզացիայի համար է, որ ներառականության կրթության կարիք ունեցող մարդիկ պետք է շփվեն այս հասարակության հետ, պետք է լիարժեք անդամ լինեն այս հասարակության, իսկ դպրոցական կյանքը դա այդ մի տեղն է, որը թույլ է տալիս հասարակության զարգացմանը, հա, ու ներառական կրթության կարիք ունեցող երեխաները ապահովում են իրանց սոցիալիզացիան այս ճանապարհով ու կարողանում են նաև շատ լավ արդյունքներ գրանցել։ Շատ կարևոր է, որ ուսուցիչները, մանկավարժները վերապատրաստված լինեն եւ համապատասխան գրագետ արձագանքեն բոլոր իրավիճակներին, որը դասարանում, դասարանային միջավայրում տեղի գտնում ու բնականաբար ուսումնական ծրագիրը հարմարացնեն երեխայի պահանջներին ու առանձնահատկություններին։ Ինքս դրական է վերաբերվում ներառական կրթության ծրագրին։ Եթե պատասխանեցի ձեր հարցին, անցնենք առաջ։ Հա, շնորհակալ եմ շատ։ Ուզում եմ անդրադառնալ 10 չերին ծնողների համար, չնայած ես ինքս այս չմասնիկը չեմ սիրում, ասել ինչը չանել, իմ խոսքի մեջ էլ ասի, ավելի ճիշտ է ասել ինչը անել, բայց ինչը անելու մասին խոսացինք ու հիմա էլի կասենք։ Չփորձել փափուկ բարձր շարել երեխայի ճանապարհին։ Մենք հակված ենք այդ խոչընդոտները խուսափելու համար ստեղծել ավելի ապահով ճանապարհ երեխաների համար, ինչով խոչընդոտում ենք իրենց ինքնուրույնությանը, փորձեք, որ իրենք իրենց սխալները անեն։ Չծանրաբեռնել երեխային խմբակներով, այս մասն էլ մի փոքր խոսեցինք, որ ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը տարբեր խմբակներ տալու ավելի խորացված անգլերեն սովորեն, չգիտեմ, մաթեմատիկան ավելի խորացված իմանան, շատ մարզվեն, երեխային շատ հյուծում են ու ծանրաբեռնում ու իրանք դժվարանում են ամեն ինչ անել, նյարդային համակարգը այդքան չի կարող դիմանալ։ Չպարտադրել եւ չնճնշել երեխային։ Մենք հակված ենք շատ դեպքերում էլ տեսնում եմ, որ ծնողը ուզում է միանգամից երեխան լինի առաջինը դասարանում իր գիտելիքով։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ինքը գերազանցի կլինի։ Այս պարագայում երեխան սկսում է սովորել առաջինը լինելու համար, ու ես, ինչպես ասեցի, դպրոցում եմ աշխատում, նկատում եմ ավագ դպրոցի երեխաներ, ում նպատակն է դասարանում լինել առաջինը, ու ինքը պատրաստ է անել ամեն ինչ, ինչը իրան դուրս չի գալիս, միայն թե առաջինը լինելու համար, ոչ թե սովորում է իր հետաքրքրությունները շրջանակը լայնացնելու, իր հետաքրքրությունը բավարարելու համար, իր ուղին գտնելու համար, այս շատ կարևոր է, որ մենք երեխայի անհատականությունը ուսումնասիրենք ու իրեն որպես անհատականություն դաստիարակենք։ Չքննադատել երեխայի ընկերներին, չմատնել անտարբերության երեխայի դպրոցական դժվարությունները, եթե կան այդ դժվարությունները, դրանց անդրադառնալ, փորձել օգնել, հաղթահարել միասին, չծաղրել եւ չքննադատել երեխայի թերացումների, սխալների դեպքում։ Չարտահայտվել բացասաբար դպրոցի ուսուցչի մասին, այդ մասին շատ խոսացինք, չհամեմատել երեխային մյուսների հետ, այ եթե մյուսը ով է ամենալավը այսօր պատասխանել, իսկ այ մեր ընկնդրի բերած օրինակ մեր կգան երեխեքը պատրաստված, իսկ դու ոչ, այդ համեմատությունը խուսափեք նման օրինակներից, չկիրառել մանիպուլյացիաներ, օրինակ եթե մայրիկին սիրեիր, հիմա կանեիր այս աշխատանքը, այ դու դասը չես ամ դրա համար ես վատացա, այդ
խիստ խուսափեք տենց արտահայտություններից։ Եվ պետք չի ծանրաբեռնել երեխաներին արդեն մեծես արտահայտությամբ։ Այսինքն, այսինչ երեխայություն ես անում, դու արդեն դպրոցական ես, արդեն մեծ ես։ Եկեք ասենք ինչը կարելի է անել։ Շատ ժամանակ անցկացրեք երեխայի հետ, շատը որ ասում ենք, ձեր ունեցած ժամանակը բաշխեք ու անպայման ժամանակ հատկացրեք իրենց հետ խաղալու, իրենց աջակցելու, լսելու համար, այդ լսելը շատ կարևոր է, հա, մենք լսենք, իսկապես լսենք, հարցեր տանք իրենց պատմածին համապատասխան, ոչ թե ուղղակի ասենք ասելու համար կամ ուղղակի լռենք, դա ցույց տանք, որ լսում ենք։ Ցուցադրեք ձեր սերը գրկախառնությամբ, համբույրի, խրախուսանքի բառերի օգնությամբ։ Շատ կարևոր է, այդ որ ասում ենք մեծ ես, արդեն մենք էլ ենք վերաբերվում որպես մեծի ու հնարավոր է այդ սերը այդ մանկական ձևով չտրամադրենք երեխաներին։ Թույլ տվեք երեխային ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, երբ ունի այդ կարողությունները։ Եթե տեսնում եք, որ ի վիճակի է հաղթահարել, թողեք, որ ինքը հաղթահարի, բայց ասեք, որ կողքտեմ։ Այստեղ եմ, պետք լինի դու ասա։ Ու երբ որ ասում է, օգնեք իսկապես, ոչ թե խրատեք, ասեք, տեսար, որ ասում մի արա, ասենց այդ պարագայում ասենց խոչընդոտում։ Ընդունեք երեխայի անհատականությունը։ Շատ դեպքերում երեխան կարող է չուզի ինչ որ դուք եք ուզում, ու պարտադիր չի, որ ինքը անպայման ուզի, օրինակ եթե պետք է անգլերեն, դուք գտնում եք, որ հիմա անգլերենը պետք է իմանալ, ու այս վաղ տարիքից անգլերեն եք տալիս, ինքը չի ուզում։ Պարտադիր չի այտենց ճնշում գործադրել, որ ինքը հենց այն պահին ուզի ինչ որ դուք եք ուզում, այդ ժամանակը համապատասխանի կամ ցանկությունները համապատասխանի։ Օգնեք ինքնավստահություն ձեռք բերել, ցանկացած իրավիճակում, երբ որ երեխան ինչ որ բան ինքնուրույն է հաղթահարում, այդ ինքնավստահությունը ինքը ձեռք է բերում։ Խրախուսեք իրեն, այդ գովասանքի խոսքերը ասեք, որը իր կատարած արդյունքին համապատասխանա, ոչ թե ավելը, անտեղի խրախուսելու կարիք չկա ընդհանրապես։ Զրուցեք ցանկացած թեմայի շուրջ երեխայի հետ, այդպես խրախուսեք հետաքրքրության առաջացումը։ Ուշադիր լսեք առանց ընդհատելու, ժամանակ տրամադրեք խաղերին։ Միասին ուրախացեք եւ խենթ բաներ արեք, այն որ ինքն էլ զարմանա, ոնց եք դուք ձեզ թույլ տալիս հենց բաներ անել, մեկ-մեկ կարելի է։ Երբ երեխան դիմում է, օգնեք տնայինները կատարել։ Բայց երբ որ դիմում է, երբ որ ասում է, ինչ բան չի ստացվում, փորձեք օգնել, բայց ոչ թե իրա փոխարեն արեք։ Այ հիմա հարցեր էլի, եթե մնացել են, լսում ենք ձեզ։ Եկեք լրացուցիչ 15 րոպե տրամադրենք հարցերին։ Գիտեք, ես մի հատ հարց եմ պահպանել ինձ մոտ։ Ահա։ Մասնակիցներից մեկը գրել էր վերևում։ Ուրեմն ընտանիքում ունենք պապիկ, տատիկ, հայրիկ, մայրիկ, երեխան ստանում է 4 տարբեր դաստիարակություն, խնդրում եմ խորհուրդ տվեք ինչպես վարվել, որ ոչ երեխան տուժի, ոչ էլ տան անդամներին նեղացնեմ։ Շատ տարածված հարց է, որովհետև դա մեր կենցաղն է։ Երեխան ապրում է տարբեր դեր ունեցող մարդկանց հետ, որոնք բոլորն էլ հեղինակություն են, ու այս պարագայում շատ լավ է, որպեսզի յուրաքանչյուր ընտանիքի անդամ արձագանքի հետևողական իր ձևով։ Երեխան կսովորի ամեն մեկին արձագանքել նրա մոտեցումներին համապատասխան։ Ինքը սովորում է այդ 4 ներկայացուցիչ, 4 անձ թվարկեցիք, 4 դեր, 4 դերի հետ շփվել։ Պարտադիր չի, այստեղ շատ կարևոր է, որպեսզի մի մարդ մյուսի հաշվին իր ցանկությունները չիրականացնի, չստացվի, որպեսզի ցույց տամ տան մյուս անդամին ինչ որ մի բան, հիմա իրականացնում եմ այս ձևով, արձագանքում եմ այս ձևով, ի հակառակ տան մյուս անդամի հիմա կասեմ այս ձևով կամ կանեմ այլ ձևով, չէ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դերակատար հետևողական արձագանքի երեխային, ինքը իմանա, երբ որ մաման ինչ որ մի բան սահմանակ փակում է, ասում է, չէ, ուրեմն չէ, եթե տատիկի մոտ եմ ասում, օրինակ, եթե մաման քաղցր չի թույլ տալիս, ուրեմն մամայի հետ քաղցր չի ուտում, եթե տատիկը թույլ է տալու, թաքուն է տալու, հա, էսեն էլի այն պահն է, որ ուսուցչի հետ համաձայն չեք, ուսուցչի հետ այդ հարցերը լուծեք։ Երեխային բացատրեք ինչու դուք չեք թույլ տալիս, եթե ինքը չի ընդունելու, չի ընկալելու ձեր տեսակետը, ուրեմն խոսեք տատիկի հետ, այդ օրինակ եմ բերում, հա, եթե տատիկն էլ համաձայն չի, այստեղ հարցը այն է, որ արմատապես տարբերում են երկու մեծահասակի մոտեցումները, եկեք կոմպրոմիսի, հասկացեք,
հա, ինչու դիմացինի մեկնաբանությունները փորձեք հասկանալ։ Դրանով դուք սովորացնում եք երեխային համագործակցել այլ կարծիքի պարագայում մարդու հետ։ Ու զուտ թույլ տվեք այդ քաղցրը ինչ որ շատ քիչ չափաբաժնով, կարևորը որ խիստ վնասակար բաներ չլինի, այս է շատ կարևոր։ Դուք մնացեք ձեր դիտարկմանը, ձեր մոտեցումներին, մյուսը իր այսպես միշտ իմացեք երեխան միևնույն է դուրս է գալու մեծ աշխարհ, ինքը շփվելու է, ինքը ինքնուրույն է վաղը մյուս օր այդ քաղցրին մոտենալու, ինքը ընդունելու է այդ քաղցրը ու ավելի լավ է թույլ տալ քիչ, քան թե արգելել ընդհանրապես։ Ուրիշ հարց։ Կարելի է մի հարց, եթե կարելի է։ Ուրեմն այսպիսի մի պրակտիկա ենք ունեցել, երեխան առաջի դասարանից մինչև 5-րդ դասարան չէր խոսում ընդհանրապես, գրում էր, սովորում էր, տառաճանաչ էր, ուսուցիչը գնահատում էր, սա տարիներ առաջվա դեպքի ու միշտ ինձ հետաքրքրել է ինչն էր պատճառը, գրում էր, սովորում էր, բանիմաց էր, նորմալ էր ամեն ինչ, բայց չէր խոսում ընդհանրապես 5-րդ դասարանից սկսեց արդեն նորմալ խոսել, խոսելու կարողություն ուներ, տանը խոսում էր, դպրոցում չէր խոսում, այ ինձ հետաքրքիր է, ինչի է դա կարելի է կապել, մինչև հիմա ինձ դա շատ հետաքրքիր է ինձ համար, ինչն է պատճառը։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ, որովհետև ինքը շատ տարբեր պատճառներ կարող է ունենալ, ինչու չէր խոսում, հա, չէ, տենց միանշանակ պատասխան չկա ու դժվար է այդ ունեցած ինֆորմացիային պատասխանել, հա, սխալ կլինի։ Շնորհակալություն, հասկացա։ Ձեզ շնորհակալություն։ Ես մի հարց ունեմ, Սոլանջ։ Փաստորեն ոնց եթե ճիշտ հասկացա, երեխայի ճգնաժամային տարիքում դրսևորված այդ վարքաձևերին, ասենք խորամանկությանը, այնտեղ վիճելուն, անհնազանդության եւ այլն, մենք պիտի լավ վերաբերվենք իրականում, ճիշտ է։ Այսինքն մենք ոչ թե լավ վերաբերվենք, այլ հասկանալով, որ դա տարիքային ճգնաժամի դրսևորում է։ Այսինքն ընդունենք ու եւ հա, ընդունենք։ Որսա ժամանակավոր բնույթ է, այո, ու տանք մեր մոտեցումը, ցույց տանք, ասենք, որ ես համաձայն չեմ հիմա սրա հետ, այդ ասենք անպայման, հա։ Պարտադիր չի սենց ընդունենք ու ասենք այդպես էլ պետքա լինի, չէ, այդտեղ այդ այն մյուս սահմանն ենք խախտում։ Հետևողական էլի արձագանքենք, բայց համբերատար գտնվենք այդ դժվարության հետ, որի մեջով անցնում է երեխան։ Այսինքն մեր արձագանքը պիտի լինի հետևողական, հանգիստ, զուտ, չէ, չենք տրվում տենց էմոցիաներին։ Ու հասկացող։ Ես կարող եմ մի հարց տալ։ Հա, Լուսինե։ Իմ աղջիկը մի քիչ մեծ է ձեր նշած տարիքից, բայց երևի իր մոտ էլ ինչ որ անցում այն փուր, ինքը շատ հետաքրքիր հարց է տվել, որը ես իրան ասել եմ ինչ ժամանակ դուր, մինչև ես տեսնեմ դա քեզ ոնց է պատասխանելու։ Շատ լավ եք պատասխանել։ Հա, ինքը հարցնում է, հարցներ շատ սիրուն ձևակերպում, ասում է, մինչև չամուսնանան երեխա չի լինի, չէ, ասում եմ, հա։ Բա որ ամուսնանում են, ասում է, այդ աղջկա օրգանիզմը ինչի՞ց հասկանում, որ ինքը արդեն ամուսնացել է, որ էլ կարա երեխա ունենա։ Ու ես չգիտեմ ինչ պատասխանեմ։ Սեռահասնացման տարիքի հարցերը, տեսեք, այստեղ էլի շատ կարևոր է, որ դուք պատրաստ լինեք այդ հարցին պատասխանել, ինչ բառերով եք ասելու, ինչ ձևով եք ասելու։ Առաջին հերթին միշտ օգնում է, որ դուք հարցնեք, դու ոնց ես պատկերացնում։ Եթե դու այդքան բանը մտածել ես, հասկացել ես, ինչ շատ հետաքրքիր է, դու ոնց ես պատկերացնում, ոնց է ինքը օրգանիզմը։ Աղջկա հասկանում, որ ինքը երեխա է սպասելու։ Քո կարծիքը ո՞րն է։ Թող ինքը մի հատ իրանը ասի, որտեվ կարող է ինքը իրանը ասի ու դրանով բավարարվի, կախված իհարկե տարիքից։ Հետո այն մնացածը արդեն կարող եք դուք իրան ինչ որ հեքիաթի ձևով կամ իրականության ձևով շատ կարևոր է որ դուք գտնեք այն բառերը, որ ձեզ է հարմար լինելու, դա իրան փոխանցեք, որ ոչ ծիծաղեք այդ ժամանակ, ոչ մտավախություն ունենաք, ոչ վախվորած պատասխանեք, որովհետև դա շատ բնական թեմա է, որի շուրջ պետքա ծնողը զրուցի իր երեխայի հետ ու ինքը պետքա հանգիստ զրուցի, փոխանցելով այդ հանգստության հետ, որ դա շատ բնականon մի բան է։ Չէ, այդ առումով ես խնդիր չեմ ունեցել, մեծ աղջիկ էլ ունեմ, ում հետ որ այդ ամսական այդ դաշտանի հարցերով շատ հանգիստ խոսել ենք, շատ
նորմալ ինքը դա տարել է առանց վախի, առանց ոչ մի բանի։ Բայց մեծից մոտ տենց հարց չէր առաջացել, միջև հիմա չի հարցրել։ Հա, ոչինչ։ Հա, փոքրը լրիվ ուրիշ մոտեցումներ ունի ամեն ինչի։ Հա, սա միանգամից անցել էր երեխայի հարցի։ Հա, ու շատ լավ է, որ դուք ասել եք, ես պատրաստ եմ, ես փորձեմ իմանամ ինչպես եմ քեզ հետ պատրաստեմ դրան։ Այդ շատ լավ է, որ ինքն նաև տեսնա, որ դուք էլ կարող եք չիմանալ մի բան, հետո իրան դասել։ Հա, սկզբից հարցրեք, սկզբից իր պատկերացման սահմանները հասկացեք, որ իմանաք ինչ եք իրան տալու, որովհետև երբ որ չգիտեք այդ սահմանները, դուք կարող եք ավելին տակ, քան ինքը ուզում էր ստանալ։ Ու տեղ մի քիչ դժվարություն առաջանում։ Իսկ կներեք մի հարց էլ ես տամ, քանի տարեկանից կարելի է երեխայի հետ խոսել այդ սեռական դաստիարակության մասին, հա, այսպես ասեմ։ Այն տարիքից, որ իրանք մուտք են գործում սեռահասնացման տարիք, դա հիմա ակսելերացիայի պայմաններում 10 տարեկանից է սկսվում, հա, շատ դեպքերում ավելի շուտ, ու երբ որ այդ հետաքրքրությունը բնական առաջանում է, այդ ժամանակ էլ խոսել երեխայի հետ, իսկ սովորաբար այն որ sense դասական գրքերում որ ներկայացնում է 12 տարեկանից։ Այսինքն երբ սկսի ինքը ինձ հարցադրումներ անել, այդ ժամանակ նոր պետք չի ես միջև այդ իրան ինչ որ տեղեկություն կամ ինչ որ զրույցներ անեմ։ Չէ, կարող է ինքը դրան չի էլ մոտեցել անգամ, հա, չի էլ մտքով անցնում, պետք չի այտենց մոտեցնել այդ հարցին, խուսափելու համար ինչ որ դժվարություններ։ Սոլան ջան, մի հարց էլ կա, գրվել է, հա։ Բարև ձեզ, նախակրթարանի տարիքի երեխաների ծնողները ցանկանում են երեխաներն իմանան կարդալ, գրել եւ մաթեմատիկական պարզ գործողություններ կատարել։ Այս ամենը հետագայում ազդեցություն չի ունենա երեխայի զարգացման վրա եւ չի կորցնի հետաքրքրությունը դասի նկատմամբ։ Շնորհակալություն։ Սովորաբար հետաքրքրությունը կորում է դասի ժամանակ, երբ որ երեխան արդեն տառերը ճանաչում է, գրել, կարդալ գիտի, ինքը իրեն բնականաբար դասապրոցեսը անհետաքրքիր է, ու ինքը սկսում է զբաղվել այլ գործերով կամ խանգարել թե իրան, թե իր շրջապատին, մյուս ընկերներին ու ստանալ ուսուցչի դիտարկումները, նկատողությունները, որով անհարմարություն է ստեղծում իր համար ու բացասական անցանկալի հույզեր են առաջանում երեխայի մոտ դպրոցի հետ կապված, ինքը սկսում է չսիրել այն միջավայրը, որ ինքը գնում է, որտեղ դա հետաքրքիր չի ու իրան ի նպաստ իրեն չի անդրադառնում։ Շատ լավ, Մարիամ։ Այստեղ էլի ուսուցչի դերն է շատ կարևոր, որպեսզի ուսուցիչը առանձնահատուկ մոտեցում ցուցաբերի, իմանալով երեխայի կարողություններն ու ունակությունները։ Մարիամին էլ լսենք։ Այո, Մարիամի հարցն էլ երևի հնչի ու արդեն ամփոփենք։ Մարիամ ջան, Ինտերան արդեն 3 լեզվով է կարդալ գրել սովորել ու լրիվ ինքնուրույն։ Այդ այմոտել այդի խնդիրը առաջացավ, որ ինքը սեպտեմբերից գնալու է դպրոց ու ինձ ամանելի կան երեխաներ, որոնք ինքնուրույն այդ հետաքրքրությունը ունեն, այստեղ էլի ինչպես ասեցի, շատ կարևոր է ուսուցչի անհատական մոտեցումը երեխայի կարողություններին, այսինքն անհատական ծրագրի մշակում, երեխայի առանձնահատուկ դերի տրամադրում դասարանում, իր կարողություններին, ունակություններին համապատասխան, որպեսզի ինքը իրեն կարևորված, արժևորված գա դասարանում, ինքը իր ուրույն դերը ունենա։ Երրորդ լեզունի այդ իր ունակությունն ու կարողությունը ինքը պետք է շարունակի դասարանի հետ քայլել։ Դասարանում ինչպես ասան 35 աշակերտ լինեն ու ոնց են կարողանալ ուսուցիչների հետ ապահովել։ Այդ ուսուցչի արդեն ուսուցչի հմտությունն է։ Ուսուցիչը եթե 30-40 երեխա ունի, ինքը պետք է կարողանա այդ 30-40-ին էլ այդ անհատական մոտեցումը ցուցաբերի։ Ուսուցչի ոնց որ կարեկցելով ուսուցչին լավություն չեք անում ոչ մեկին, ոչ ուսուցչին, ոչ աշակերտին։ Այս պարագայում ոնց որ պետք է հասկանալ, որ եթե 30-40 երեխայի հետ գործ ունի մասնագետը, ուրեմն ինքն վիճակի է իրականացնել այդ աշխատանքը։ Բայց երևի դուք էլ չէ, Սոլանժ, ծնողները պետք է ուսուցչին ասի, որ իմ երեխան արդեն գուցե բնականաբար այդ տեղեկությամբ պետք է կիսվել։ Այդ տեղեկությամբ պետք է կիսվել ուսուցչի հետ, պատրաստել ուսուցչին, որ գալիս է դասան երեխա, ով որ 3 լեզու գիտի, բայց արդյոք ինքը նույն բանը գիտի մաթեմատիկայի
բնակավարում, մնացած բոլոր առարկաներում, հա, այսինքն որոշակի առարկաների շրջանակներում ինքը իր առանձնահատուկները ունենա, բայց մյուսների պարագայում ինքը իմանա, որ ինքը մյուս աշակերտների պես ուսումնասիրում է 0-ից։ Կամ շատ դեպքերում կա, որ երեխան լեզուն գիտի, բայց քերականությունը չգիտի, ու այստեղ էլ է կոնֆլիկտ առաջանում, ինքը ասում է լեզուն գիտեմ, ու քերականությունը սովորել չի ուզում։ Այն նրբությունները առարկայի ուսումնասիրություն բաց են թողնվում երեխայի, անտարբերության են մատնվում, դուք էլ պետք է պատրաստեք երեխային, որ ինքը բառերը գիտի, բայց ինչպես են իրանք իրար հետ զուգորդվում, համադրվում, հա, այդ ժամանակը ինչպես է որոշվում, այդ շատ նրբություններ կա, որ ինքը դեռ պետք է սովորի դպրոց գնալով, ուսուցչին լսելով։ Շատ լավ, կարծում եմ կարող ենք ամփոփել Շատ շնորհակալ ենք Սոլանժ մեզ եւ մասնակիցներին այս երեկոն մեզ հետ անցկացնելու համար եւ մենք էլի սեմինարներ ենք ունենալու մեր edge-ում ես edge-ը մեր դրել եմ այստեղ կարող եք հետեւել հաջորդը լինելու ուսումնական մոտիվացիայի մասին այսինքն այդ շատ հարցեր որ խոսեցինք ինչպես երեխայի տնային աշխատանք անել այդ ճիշտ խրախուսանքը որը հենց սովորելը սիրելու մեջ է այլ ոչ թե ինչ որ նյութական բաներով երեխային խրախուսելը դրանց մասին խոսենք միշտ շաբաթ Մեր edge-ին կարող եք հետևել, գրանցվելու եւ այլնի համար